Մենք քեզ թեկուզ ժամանակա որ կառավարիչ տանք, ախպեր, ես համաձայն չեմ։ Մանավանդ այս վիճակում։ Միգուցե Շվեյցարիայում ապրենք, ես համաձայնվեի, որտեղ պատերազմներ չկա, թշնամիներ չունենք եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանին զզվելով ես չեմ կարող սիրեմ բոլորին։ Իմ համար ես սկզբունքային մարդ եմ։ Ես մտածել գիտեմ։ Ես այդ նույն սխալը, որ 18 թվականին հայ ազգը արեց, դա նշանակում է հայ ազգը արեց, ինչ արեց։ Մերժեց Սերժից զզվելով, բայց բերեց մի մարդու, որ լավ խոսքերով եկավ ու Հայաստանի կեսը տվեց Թուրքին։ Ես չեմ ասում, որ Կարեն Արայանը կգա Թուրքին ինչ-որ բան կտա։ Ես չեմ ասում դրա մասին, բայց այս ամփոփ մարդու ներկայիս իրավիճակում Հայաստանի ռուլին չեմ տեսնում։ Ու ես կարող եմ մեկ մարդ Հայաստանի Հանրապետություն ու ես իրավունք ունեմ դրա մասին խոսելու։ Ուզում ես շատ ավելի մեծ մասաներ միանան, ուզում ես Արսեններ միանա քո շարժմանը, հրաժարվի, որ դու դառնալու ես երկրի ղեկավար առանց ընտրությունների, թեկուզ մեկ օր։ Ես կգամ հետդ բեմի վրա կկանեմ, բեմի տակը վերջում կետան կկանեմ ախպեր։ Այդ դա իմ առաջարկությունն է։ Ես չեմ սիրում, նորից եմ ասում, որ եսը գերակայում է։ Իմ համար կա մեկ գլխավոր հրամանատար, դա Հիսուս Քրիստոսն է։ Մենք ընդամենը միջոց ենք Հիսուս Քրիստոսի եւ մեր Աստծո ձեռքերում, որովհետեւ կառավարի ես երկիրը։ Ես չեմ կարող ասեմ ես, ախպեր, դա սխալ ճանապարհ է։ Ոչ, ազգն է անդրում իր լիդերին, ոչ թե 70,000-ը։ 70,000-ը իրավունք չունի ընտրի լիդեր։ Ես դրան դեմ եմ։ Դա զորբայություն է։ Իսկ եթե դու իրոք Կարեն Արայան պայքարում ես Հայաստանի ազատագրմանը Նիկոլ Փաշինյանից եւ անցյալներից, ուրեմն արի իրար հետ պայքարենք առանց նախապայմանի, թե ով առնելու ղեկավարը։ Թող հետո ժողովուրդը գնա, սպիտակ թուղթը գցի, տեսնի ով է դառնում ղեկավարը։ Հա ես այդ համարում եմ ճիշտ պայքար։ Ես տպավորությունների հետևից գնացող անձնավորություն չեմ, մանավանդ 50 տարեկան հասակում ես։ Այսինքն այն ռոլիկները, որ ճառագայթները մեր մարդու վրա է անգնում, խռովք ձենով խոսում է, մորուկը լավ պահած խնամված, ես քեզ չեմ ուզում հիմի վիրավորեմ, ես էլ եմ մորուկով, ես էլ եմ խոսում, կարաս ինձ վերագրես այդ խոսքերը, որ թեկուզ ինձ թող վերաբերվի։ Ես միշտ ասել եմ, թող իմ ժողովուրդը ասի, ես սխալ եմ ասում, թե չէ, միշտ ասել եմ, անգամ ինձի չհավատակ։ Անկամ ինձի չհավատակ, վերաիմաստավորեք իմ ասած բառերն ու վերաստուգեք իմ ասած բառերս։ Ստուգեք անընդհատ ստուգեք, միգուցե Արսենը շպիոնը եկել է ցեզի խապում աստեղ։ Հերիկա բառերի հետևից գնաք ժողովուրդ, հերիկա ու լնեք, կներեք բարակաբակցությանս համար։ Արեք մի քիչ սկսեք մտածել, ախպեր, հերիկ մեզի մադաղածու անենք։ Եթե իրոք պայքարը Նիկոլին հրաժարվեցնը, Նիկոլին հանելն է ու նախկիներին հետ վերադարձի ճամփեն փակելն է, ուրեմն ես ու դու Կարեն Արայան ու մեր նման լիքը մարդկանցովս պետք է ոնց որ ասում այրուններ տանք, որ այդ մարդիկ հետ չգան, բայց ոչ թե իշխանության ձգտելով։ Ես չեմ տեսնում, որ ես կարամ ինձ ինքնահռչակեմ որպես երկրի ղեկավար։ Ես չեմ կարող ինձ ինքնահռչակեմ ու ոչ մեկ չի կարող դա անի։ Դա ժողովուրդն է անդրում, թե ով է սպարապետը։ Ոչ թե մենք պարտադրում ենք որպես սպարապետ ժողովրդին։ Դա սխալ ճանապարհ է։ Սա իմ վերջնական խոսքն է վաղվա հանրահավաքի հետ կապված։ Եթե հանրահավաքը իրականում ճիշտ է, ուրեմն պետք է չլինի ատորա կռիվ, всё։ Խնդրեմ Արամ ջան, եթե բան ունես, ասա։ Իմիջիայից բարև ժողովրդուն, որ անձնական չեք բարևում։ Արձան, իմոտ մի հատ իր բարակապակցություն է էլի հարց առաջացրեց, որ ասում է եթե ժողովուրդը դուրս գա, անհրաժեշտ քանակը դուրս կգա, եթե դուրս չգա, ուրեմն մենք արժանենք Նիկոլ Փաշինյանին, ուրեմն տենց էլ ապրենք։ Հարց առաջանում, ինչի մասին է այս բարակապակցությունը էլի։ Ինչ է դեռ ուզում ասի, թասիբի գցի, որ ժողովուրդը դուրս գա, ապահով այդ 70,000-ը, թե ցույց տա, որ դուրս չեն գալիս, դա նշանակում է ոչ մեկ չի ուզում։ Ես ասեցի քեզ, Արամ ջան, ինքը ասում է, եթե իմ հետը չես, ուրեմն Նիկոլին սիրում ես։ Կամ Նիկոլի հետ ես։ Կամ տխմար ես, չես հասկանում ախպեր։ Այսինքն առաջ է քաշում, թե կամ ես եմ կամ Նիկոլը։ Ուրիշ վայր։ Հա, բա այդ եմ ասում, ախպեր, իսկ ով է թույլ տվել ինձի, ախպեր, արեք Արայեն չէ, վաղը Արսենը, ես, հելնում ասում եմ ժողովուրդ, ես եմ այն մարդը, որը այս սաղի հախից կգա։ Ես եմ այն մարդը, որ կարամ
Համ զինվորական լարցելուց եմ, համ էլ ծրագիր եմ տալիս ձեզ։ Ես ձեզ առաջարկում եմ, որ դուք ինձ պրիզնատ գաք ախպեր, երկրի ղեկավար, սպարապետ ու միակ հնարավորություն։ Ու ասում եմ, եթե ես չարեցի դա, դուք դառնալու եք մադաղացու։ Գնացեք Նիկոլին բան եղեք ախպեր։ Ինչքանով է դա արտար ախպեր։ Ես ինչ իրավունք ունեմ այդպես բան ասելու արամ։ Ну, համենայն դեպս ազգը փորձել որակավորել այդ ճանապարհով։ Այդ ձևի հարցադրում անելով, այդ ամենակիչը քաղաքական, եթե դու գործիչ ես եւ այլ, դա շատ մեծ մեծամտություն է ամենայն դեպս։ Այդ ձևով ազգին վերաբերվել չի կարելի, ես տենց եմ մտածում։ Լավ։ Վաղն է։ Մի ամիս հետո չի, մի տարի հետո չի։ Իրականությունը ցույց կտա, մենք կհասկանանք, որ ով է Նիկոլի կողմից, ով Կարենի է։ Ես չակերտների մեջ ասեցի իհարկե։ Այդպես այլ որ ես միշտ ասում եմ Արսեն ջան, չէ, մենք հայ ազգը, չգիտեմ ինչի շատերը ու քաղաքագետների մեծ մասերը ու գործիչների շատ են սիրում ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնել էլի։ Ծայրահեղությունից ծայրահեղություն։ Հերթական ծայրահեղություն, ես եմ կամ Նիկոլը, դա ծայրահեղություն չի։ Դա կոնկրետ ոնց որ ազգին ասես է, ամեն օր դնես մի հատ փորձության առաջ։ Էլ ինչ փորձակեք ուզում գլխներիդ բերեք։ Լավ, արի Վանիկին լսենք, բարև ձեզ Վանիկ։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, լսում ա նորմալ ձայնս ուղղակի ձեր պատկերն էլ է կորել, ընդհանրապես իմ մոտ սև էկրան է, բայց կապերից է ինձ թվում է վերջին օրերին այդպես իմ եթերների ժամանակ էլ է լինում։ Ամեն դեպքում ես ձեզ լսում եմ, ինձ էլ դուք եք լսում, կարևորը կարող ենք մտքերի փոխանակում անել։ Այո, ժողովուրդ ջան, մեր ազգը պետք է հասկանա, որ մի հոգի չպետք է լինի, մի հոգով կամ ինչ-որ անձերով չպետք է պայմանավորված լինի, պետք է պայմանավորված լինի առհասարակ բոլորի համախմբված կարծիքով և այո, բոլորով միասին առանց որևէ անձի անձապաշտության գաղափարով ու ծրագրով առաջնորդվող ինչ-որ մի խումբ մարդկանց, ովքեր մեր պատվերով, մեր որպես քաղաքացիներ մեր պատվերով տեսնում են մեր երկիրը ճիշտ ճանապարհով տանելու հնարավորությունը ու այդ մարդիկ պատրաստ են մեր որպես քաղաքասարակություն մեր պատվերով շարժվել առաջ, իրենց ծրագիրը ներկայացնել մեր պատվերով, մինչև այս մեզ բերել են, ուրեմն ներկայացրել են ինչ-որ ծրագիր, որը որ ինչ-որ մի պատվալում ա գրվել, չգիտեմ, բալկոնում ա գրվել, սրահում ա գրվել, ռեստորանում ա գրվել, որտեղ ա գրվել, չգիտեմ, ու այդ ծրագիրը անգիր արած եկել ասել են ոչ մի բան չասող ծրագիր, կենացային մակարդակի ու ասել են եկեք ընտրենք, տենց չի լինում, տենց ոչ պետություն կկառուցվի, ոչ էլ տենց ինչ-որ մի բանի կհասնենք։ Պլյուս դրան իրար վրա ցեղ շպրտելու այս որակը որ կա, որ ամեն մեկը իր հերթին փորձում է մյուսի վրա ցեղ շպրտելով ինքը կներեք բարիս համար աճոք հավաքի, որը որ էլի անընդունելի ու շատ վատ իրավիճակ է ստեղծում, Գյումրիի ընտրություններում մենք տեսանք։ Բոլորը բոլորին, ես Գյումրիի ընտրություններին ինչքան որ հետևեցի, ես չտեսա ծրագրային որևէ կառուցողական մի ուրեմն խոսք, առհասարակ որևէ տեխնատուի կողմից չեմ լսել։ Կենացային լսել եմ, մեկը մյուսին վիրավորող լսել եմ, բայց կոնկրետ ծրագրային որևէ ուժ չի ներկայացրել որևէ խոսք, որևէ գործողությունների ճանապարհային քարտեզ, որևէ տարբերակ ինչ պետք է անի, օրենքներով ամրագրված ամենակարևորը, չկա այդպես բան։ Խոսք են տալիս մի բան, որը որ իրենք օրենքով չեն կարող անել։ Ու նույնը մեր հիմա 1 տարի հետո ընտրություններ ա գալու, համոզված եմ, որ նույն թեզերով պետք է գան ազգային ժողովի ընտրությունների մասնակցեն տարբեր ուժեր, ու այս ժողովուրդը ուղղակի առը համարելու այդ ընտրությունները չի գնալու, որովհետև որևէ մեկի առաջարկը ժողովրդի ցանկության հետ համապատասխան չի լինելու։ Չգիտեմ, Արսեն ջան, որքանով եք դուք ծանոթ մեր, ուրեմն մենք էլ այդ ամեն ինչը ուսումնասիրում ենք, մենք էլ ձեր նման ձեր
նոր ես մի քիչ լսում էի ձեր եթերը, անկեղծ ասած ես TikTok-ում շատ չեմ կարողանում եթերներ լսեմ ժամանակից բերումով, ուղղակի այսօր մի փոքր ասացի մոնիտորինգ անեմ, տեսնեմ ինչ կա, ովքեր են խոսում բան։ Մենք հասարակական շատ ժամանակ ունենք, կիսա թոշակառու ենք, դու մեզ հետ մի անում, բանի ջան։ Չէ, ուղղակի ես մենակ հասցնում եմ իմ Դու հազիվ ես եթերները ընկեիմ ձեռս, ես քեզ այնքան հարցնում եմ, հազիվ ես ընկեիմ ձեռս, սպասի։ Ես Հենց չգովաս, որովհետև վերջում շատ նեղացած գնալու ես, Վանիկ ջան։ Ես չեմ նեղանա, ես ոչ մեկից չեմ նեղանա, ինչ հարցեր Ես Վանիկ ջան, մի հատ քեզ հարց ունեմ տալու, եթե թույլ կտաս։ Այո, խնդրեմ։ Իմ համար շատ կարևորագույն, սենց ասած, հարցը հայի հետ, սենց ասած, սեղան նստելու համարեք, թե մենք սեղան պիտի նստենք իրար հետ, շատ կարևոր է մի հարցի պատասխան իմանալը, որը ես երկրորդականորեն անձամբ չեմ եղել, չեմ լսել քո եթերների ժամանակ, բայց ինձ միշտ փոխանցել են մի հատ պրոբլեմ քո եթերներից, ես քեզ պրյամոյ հարց կդամ, պրյամոյ հարցից առանց դիվանագիտական, առանց որևիցե մի ելևեջներով, որտեղ ես եմ դրան տիրապետում ու այդքան հեռու չեմ ինձ պատկերացնում այդ ամեն ինչից։ Պրյամոյ հարցից պատասխան ես տալու։ Ոնց ես դու տեսնում հայոց պատմություն թե Հայաստանի պատմություն դա մեկ։ Երկրորդը Գարեգին Նժդեն մեր համար, մեր ազգի համար ով է եւ ոնց ես տեսնում հայ թուրքական մերձեսման ճանապարհը, ոնց ես տեսնում այդ ճանապարհը։ Այդ երեք հարցին պատասխանի նոր ասեմ, ես քո բաժակը լցնում եմ, դե չէ։ Ահա։ Ուրեմն սկսենք առաջինը մի հատ հիշացրա։ Առաջինը հայոց պատմություն թե Հայաստանի պատմություն։ Հայոց պատմություն թե Հայաստանի պատմություն։ Ուրեմն կարևորը իմ կարծիքով այդքան վերնագիրը չի, ինչքան բովանդակությունը։ Իսկ վերնագիր ասածը հայոց թե Հայաստանի, եկեք հասկանանք ինչի է այդ բառախաղը գնում ու ինչ պատճառ ունի այդ բառախաղը։ Բայց եթե պետքա բովանդակությունը լինի ռուսի գրած պատմությունը, ախպեր, ես քեզ հարց եմ տալիս, դու Վանիկ, մի րոպե։ Ախր ես քեզ ասի, չէ՞ մի գնա այդ դիվանագիտական այդ ճանապարհներով, դժվարագին ռուստա գրեով, դու ռուսից հերից բռնել ես, որ ինքը գրել ախպեր։ Չէ, ես չեմ բռնել։ Հիմա հարց եմ տալիս, Դու որ հայոց պատմությունը կեղծված է, մեր թե կեղծված չէ։ Բրեմո հարցից պատասխանի ախպեր։ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված Հայաստանի պատմությունն է, ճիշտ թե այն պատմությունը, որը ես ու դու սովորել ենք դպրոցում։ Իմ ու քո սովորած պատմությունը քարոզչական պատմություն է եղել եղբայր։ Այնպես ուղիղ պատասխանեմ։ Իսկ վերնագրի հարցում հայոց պատմություն թե Հայաստանի պատմություն, այդ հարցը Հա, լավ, օքեյ։ Ես արդեն հասկացա։ Այդ մի հարցը արի ես, մի հարցը։ Օքեյ։ Գործողություններս ասեմ, էլի հերթականությամբ ինչ եմ անում։ Ես արդեն գինին քեզանից հեռու դրեցի, բաժակ թե հեռացրեցի քո դիմացից, երկրորդ հարցից պատասխան եմ խնդրում եմ։ Ով է քո համար Գարեգին Նժդեն, դա մեկ, առաջինը։ Երկրորդը հայոց ցեղասպանությունը դու ոնց ես տեսնում, եղել է դա չի եղել։ Թուրքի կողմից։ Իհարկե եղել։ Թուրքի կողմից եւ ոչ միայն Թուրքի կողմից։ Հայոց ցեղասպանությունը եղել է Թուրքի եւ Ռուսի կողմից միասին։ Ահա։ Կան բազմաթիվ Գարեգին Նժդենով է, եղբայր։ Գարեգին Նժդեհը մարդա, ով մտածել է, որ իր կարծիքով Հայաստանի փրկության համար կա կոնկրետ ինչ-որ Քո կարծիքով ինքը ով է, ինքը ոնց է մտածել, հետաքրքիր չի։ Ես գիտեմ ինքը ոնց է մտածել։ Քո որպես Վանիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայտ տղա, Երևանում է բնակվում է, ով որ զբաղվում է մարդկանց մեջ ինչ-որ քարոզներ անելով։ Ըստ քեզ, հենց իմенно քեզ։ Ով է Գարեգին Նժդեն ախպեր։ Ինքը հերոս է, թե ուղղակի ժամանակի ընթացքում պատերազմած տղա է։ Ինքը հերոս է, ինքը չի կարա հերոս չլինի։ Ինքը հերոս է այնքանով, որ ինքը իր ժամանակում մնալով մենակ կարողացել է մի ամբողջ ժողովրդի բեր վերցնել իր վրա ու ինչ-որ գործողություն արել։ Կարա ինչ-որ մեկը թող գար ավելի լավ աներ, որովհետև մեկը չի եղել Իրանից լավ անողը։ Բնականաբար հիմա մենք երեխաներին, մենք մեր երեխաներին պետք է իրան որպես ով ներկայացնենք մեր երեխաներին։ Ինքը ուսմունք է թողել։ Բնականաբար հերոս։ Ուսմունք է թողել, իր ուսմունքը, աշխատող ուսմունք է։ Գաղափարախոսությունը թողել ազգային,
որը որ աշխատող գաղափարախոսությունը պարզապես իր ազգային գաղափարախոսությունը համաշխարհային, ասենք, այդ ծավալի առումով ինքը, ասենք, համաշխարհային մասշտաբի մտածողություն չի եղել, զուտ ազգային մտածողություն է եղել։ Այս մի փոքր իր այդ ոնց որ աբզորը նեղացրել է։ Շատ է, մոտավորապես հասկանում եմ ինչ ես ասում, մի հատ վերջին հարցն է տամ Վանի ջան, չէ մի հատ հարցս, վերջի հարցս ոնց է։ Հայ թուրքական մերձեցումը դու ոնց ես տեսնում։ Մենք պետք է ցեղասպանության հարցը կողքի դնենք, մերձանանք, թուրքերը գան մեր հետ, սկսեն առևտուր անեն եւ այլն, այդ դեպքում ուր ենք թողում մենք պատմաբաններին ենք թողնում ըստ եթե դենց ենք անում, թե պահանջատեր ենք լինելու։ Այս ուզում եմ այդ կոնտեքստով դու խոսաս։ Պետք է բացել սահմանները առանց նախապայմանների եւ հայոց ցեղասպանության հարցը, որ այսօր մեր իշխանությունները գծել են, ասենք ոչ առաջնային է։ Դու դրա հետ համաձայն ես թե չէ։ Եթե թուրքերը նախապայման են դնում, որ դու պետք է հայոց ցեղասպանությունը 10 պատմաբաններին, բայց այս սահմանը հետդ բացում եմ։ Դու ոնց ես դրան вообще վերաբերվում։ Թուրքերի հետ Ինչա նշանակում մի րոպե հերթականությամբ կանք, ինչա նշանակում թողենք պատմաբաններին, այսինքն թողենք պատմաբաններին ու չխոսենք, որ ցեղասպանություն է եղել, այդ տարբերակով։ Դե տեսեք, այսօր այսինքն մենք ասենք, այն որ մենք գիտենք, որ ցեղասպանություն է եղել, Էդի հիմա մենք մոռանում ենք, ասում ենք չի եղել։ Չէ, մի րոպե։ Ինքը ասում է ցեղասպանություն չի եղել։ Մենք ասում ենք եղել է։ Ինքը ասում է դե որը դենց է։ Դու արի միջազգային հանրությունում մի բարձրաձայնի։ Ունենք պատմական խումբ, ձեր կողմից, մեր կողմից, մենք բացում ենք արխիվները, նստում ենք, սկսում ենք քննարկել, դա ինչ է եղել, ում կողմից է հրահրված եղել, ինչի այդքան հայերի մասին եք խոսում դու, եթե այդքան մարդ չի եղել, մահացած, օրինակ ինչ որ ասեց Անդրանիկ Քոչարյանը իր հանրաճանաչ ելույթի ժամանակ արդաբերելով Նիկոլ Փաշինյանի հետագայում քայլերը, թե ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, դա իր բառերն է, իմը չի։ Եվ մարդիկ կան, հիմի ուզում հասկանամ դու որ մարդկանց շարքում ես, Վանի ջան։ Այն մարդկանց շարքերում ես, որ մենք պետք է, այո, մի ժամանակ, միաժամանակ մոռանանք, որ այդպես դեպք է եղել մեր ու թուրքերի մեջ, գնանք աշկերներս փագած իրանց հետ, ինչ որ հարաբերությունների ձեռբերման ու վերջը մոռանանք, որ մենք թշնամիներ ենք, թե մենք պետք է միաժամանակ հարց բարձրաձայնենք, որ չի կարա լինի երկու ժողովուրդների մեջ ինչ որ խոսալու մասին խոսք, եթե մեկը պրեզնատ չի գալիս, որ մեկին մորտել է։ Հիմա դու որոնց կողմից ես ախպեր։ Ուրեմն այն որ ցեղասպանությունը եթե պետք է նախապայման լինի, այսինքն մեր ազգի թափած արունը պետք է նախապայման լինի ուրանալը, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն անենք կամ կապեր ունենանք, այդ չի կարող նախապայման լինի։ Այսինքն ցեղասպանությունը որևէ պարագայում մոռանալ հնարավոր չի, չես կարող մոռանալ։ Չկա տենց բան, որևէ մեկը չի կարող մոռանալ։ Կարա լինի ուրիշ խոսակցություն, կարա լինի, որ եկեք, օքեյ, դուք ցեղասպանել եք, մենք էլ գիտենք, որ դուք ցեղասպանել եք։ Կարում եք ապացուցեք մի բան, որը որ մինչև հիմա մենք ասենք չենք իմացել։ Եթե կարում եք, այս պահին դուք ցեղասպան եք, եթե դուք կարում եք այնպես բան ապացուցեք, որ դուք ցեղասպան չեք կամ դուք չեք միակ ցեղասպանը, այսինքն այստեղ ոչ թե հարցը գնում է, որ թուրքը չի ցեղասպանություն արել, այստեղ հարցը գնում է թուրքի հետ ելով է ցեղասպանությունը արել, որովհետև մենք պահանջատեր ենք լինելու ոչ թե մենակ թուրքից, այլ այդ ցեղասպանության մասնակից բոլորից, ովքեր որ մասնակից են եղել։ Այս իմաստով մեզ պետք է իմանալ ինչ է եղել, բայց այն որ թուրքը հիմնական գործիքն է։ Okay, առանց դրանք իմանալու դու համաձայն ես ճանապարհներ բացել, առևտուր անել եւ այլն։ Առանց այդ հարցերի լուծման դու պատրաստ ես քարոզչություն անել ժողովրդի մեջ, որ դա ված չի ժողովուրդ։ Արեք բացենք ժամանակը իր տեղը գցի, առևտուր անենք, մերձենանք եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերվում է ճանապարհները բացելուն Հայաստանի, ես դրան միանշանակ համաձայն եմ, միանշանակ, դա նույնիսկ չի քննարկվում, որովհետև այդ ճանապարհները որ փակա, դա նշի որ մեր ցանկությամբ փակ, եթե ես թուրքն է փակել։ Եթե մի օր այդ ճանապարհները բացվեն,
Դա մեզ հնարավորություն կտա մի քանի տարում, իհարկե վտանգավոր կողմ ունի, շատ վտանգավոր կողմ ունի այդ ճանապարհ բացելը, ես այդ դրա մասին էլ հիմա կխոսամ, չնայած չէի ուզենա բաց եթերով դրա մասին խոսայի, որովհետև այնքան էլ ճիշտ չի, ցավոք սրտի ճիշտ չի էլի այդ մասին բարձր եթերով խոսալ, Ինչի՞ բայց դրա մասին առանձին կասեմ։ Չէ, տեսեք, դու քարոզություն եք անում, կներեք, դու քարոզություն եք անում բացել սահմանները, կա վտանգ, բայց այդ վտանգը չեք ուզում ժողովուրդն իմանան, բայց քարոզություն massայաբար եք անում։ Ինչ տարբերություն։ Ինչ վտանգ է։ Եթե հարցը դրան հասավ, ասեմ հետևյալը։ Այսինքն, եթե եկան արդեն սկսի մարտերը, դու խոսաս։ Սահմանների բացման միակ վտանգը, որ չգիտեմ, ինչքանով ինձ կընդունեն, իմ ասածը հիմա կընդունեն մարդիկ, բայց մենք տեսել ենք պարսիկների այցելությունները Հայաստան ու հայ կանանց որոշ մասի վերաբերմունքը այդ պարսիկների փողերի հանդեպ, վտանգ կա, որ նման բան նաև տեղի կունենա թուրքերի հետ, երբ որ իրանք իրանց ֆինանսներով Այսինքն մեր աղջիկները մեղավոր են, որ կարա թուրքերին ուզենան սիրել։ Վտանգ կա, որ ոչ թե կսիրեն, այլ թուրքերը որոշ մասին, չեմ ասում բոլոր, որոշ մասին կարան փողով տիրեն։ Այդ վտանգը կա, ինչով եմ ես դա նաև բացատրում, այդ վտանգը ես նաև տեսել եմ Վրաստանում, ես տեսել եմ Թիֆլիսում, երբ որ մի անգամ ես ստացվեց, որ գիշերային ակումբ այցելեցի Թիֆլիսում, ու ես տեսա վրացի աղջիկները այդ փողատերերի փողերի խաթր ինչ էին անում, մի ամբողջ ակումբ աղջիկ էր ու մի քանի թուրքի փողերի խաթր ու դրանք էլ ինչ փողեր էին ցպնում, ես այդ կսարսափեմ, եթե նման տեսարան տեսնեմ Հայաստանում հայ աղջիկների մասնակցությամբ։ Իսկ միգուցե ձեր շրջապատումը մենակ այդպես աղջիկները, դրա համար եք դուք դες տեսնում այդպես։ Խնդիրը շրջապատի մասին չի։ Իմ շրջապատում տարբեր տեսակի աղջիկներ կան։ Իմ շրջապատում նմանները չկան, որ թուրքին կամ ինչ-որ մեկին ուզենան փողով ծախվեն։ Ես լուրջ եմ ասում, չկան։ Եղբայր, միգուցե թեկուզ պարսիկների բանով չկան այդպես մարդիկ։ Միգուցե քո շփման շրջապատը որոշակի սահմանափակ է, իմ շփման շրջապատը իմ կյանքի բերումով շատ տարբեր է եղել, ու ես շատ մարդկանց հետ եմ շփվում, միգուցե մարդկանց հետ եմ շփվում, որ դու իմանաս այդ մարդկանց հետ ես շփվում եմ, քո մազերը։ Բանիկ դու լրագրող ես, ապեր, կներես, լրագրող ես։ Ես լրագրող չեմ։ Ես ունեմ լրատվական, ես ունեմ իմ սեփական լրատվականը եւ հիմա էլ բացել եմ նոր հասարակական կազմակերպություն։ Իսկ ես վախենում եմ, որ թուրքերը կգան քեզի կառնեն ախպեր փողով։ Լիովին, քեզի կիլոյով կառնեն ախպեր։ Ոնց որ մեր աղջիկներին կարան առնեն, քեզի չեն կարա։ Իսկ ես կասկածում եմ, որ առաջինը հենց քեզ է դիրակավորել։ Իսկ մի րոպե, ես քեզ այդ ասացից պատասխանել տամ։ Այսօր բավականին շատ հայ կանանիկ գնում են Թուրքիա ու եթե պետքա կարամ ապացույցներ էլ ուզեմ, Ումից ես ուզում ապացույցները, թուրքերից։ Հա, թուրքերից չէ։ Այս ինչ ես անում, Վանիկ, դու թուրքերից ապացույց ես ուզում, որ աղջիկները, հայ աղջիկները դե փոխություն են անում։ Թուրքից չեմ ուզում։ Ինչի եք դուք ճշմարտությանը այտենց հիվանդայգին Թուրքից չէ, ես Թուրքիայից մարդ կա, ումից կուզեմ։ Պարտադիր չի, որ ինքը թուրք է։ Այսինքն ես պիտի նստեմ հիմի Հայաստանում, Վանիկ ջան, ըստ քեզ, բանը Թուրքից ինֆորմացիա ստանամ, թե մեր հայ աղջիկները ինչ են անում։ Թուրքից չես ստանում, ես էլ եմ ասում։ Ասորից կամ հայից, կապ չունի, Թուրքիայից ինչ-որ մեկից։ Ասորից չէ։ Թուրքիայում ինչ-որ մեկից ախպեր, դե նստեմ ինֆորմացիա ստանամ ու դա ինչ է ինձ տալիս ախպեր։ Ինչա տալիս, ես քեզ ասում եմ այն մտահոգությունը, որը որ ժամանակի ընթացքում կարա դրան բերի, ես չեմ ասում հենց այսօր, ես չեմ ասում հենց այս պահին, բայց դրա վտանգը կա։ Վանիկի հետ խոսքս, Վանիկ ջան, դու լրատվականի ղեկավար ես, ունես լրատվական։ Այսօր Հայաստանի դաշտում ըստ քեզ
Կա որևիցե մի լրատվական դաշտ, որը աշխատում է թուրքերի հետ, կա թե չկա։ Կա, իհարկե կա։ Չեմ ասում անուն տաս, Իհարկե տես կա։ ասում եմ, կան թե չկան։ Դու ինչով ես Իհարկե տարբերվում կա, իրանցից իհարկե։ ախպեր։ Բայց ոնց պետք է իրանք որ ծախվել են, հավատամ որ դու ես ծախվի։ Էդի ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց կտա, եթե ես ծախվելու հնարավորությունը ունեցել եմ ու չեմ ծախվել, Ինչ Այդ իմանամ, արդեն ախպեր, դու այսօր բավականին ամենամեծ ջադագողն ես, որ Հայաստանի սահմանները բացվի, թուրքը խլեշ գար մտնի Հայաստան։ Ամենաշատ քարոզ անողն ես դու։ Այսօր լրատվամիջոցներում բոլոր ուրեմն ասեմ, Թուրքիայի հետ է սահմանը, թե ում հետ է սահմանը, մեր բախտը չի բերել, որ կողքը Թուրքիան է, բայց մեր սահմանները փակելնելով, մեր տնտեսությունը ոչ մրցունակ է, մեր տնտեսությունը փակ է ու մեր տնտեսությունը չի զարգացել։ Մեր ունեցած գործարաններն էլ մեր շրջափակման պատճառով քանդվել է, մսխվել է, տարվել է, պարսիկին է ծախվել, չգիտեմ ումա ծախվել ու պրծել ենք մենք։ Հիմա ինչ անենք։ Եվս մի 30 տարի էլ պահենք այս ձևի փակ, եվս 30 տարի։ Ու հետո այլևս էլ ստեղ բան չմնա, հա։ Մնացած հայերն էլ թողեն գնան, հայերը գիտես ինչի են գնում Հայաստանից։ Գիտես։ Հայը գնում է Հայաստանից մենակ նրա համար, որ ինքը կարողանա ազատ տեղաշարժի։ Վանիկ դու Որ ինքը կարողանա Տես ինչ եմ ասում, դու անձամբ դու Վանիկ, ես քեզի ասում եմ, երբ պաշտոն ունեցար Հայաստանում, ես Հայաստանի վերջը ժամացույցով կուրմիշեմ արդեն։ Հավատացած եմ, չեմ ուզում վիրավորել, բայց դա դե շատ կարծիք ես դու ասում։ Ես քեզ ասում եմ, այն ինչ որ մտածում եմ, դու իզնից մի վախես, ես քո մեջքերևից չեմ խոսա։ Այսքան ժամանակ մի բառ չեմ խոսած, մե մարդու հանդեպ, ով որ այդտեղ ներկա չի եղել։ Հիմա աչքերիդ մեջ նայելով ասում եմ, եղբայր, քո նման մտածելակերպով հայրը քանդելու են իմ երկիրս։ Էդի հաստատ պրամա քեզի ասում եմ։ Այդ Արամ ջան, միասի, ես չեմ ուզում իմ ձևաչափը ցանկած ուրիշ բաներ ստացվի, խնդրեմ Արամ։ Չէ, դրա համար Վանիկ ջան, ես ուզում եմ այդ ոնց որ ասում են սկոլսկի թեմաներից մի քիչ կոմ գանք, որտեղ ես չեմ հաշվում հիմնավորված, երբ որ մենք չունենալով կոնկրետ տվյալներ, խոսում ենք ինչ որ մի, ասենք վարմունքի կամ վերաբերմունքի մասին, որը մենք ինչ որտեղ մի ինչ որ բան տեսել ենք, ու դա դարձնում ենք մեր վախը։ Ես ուրիշ հարց ունեմ։ Վերադառնանք մեր ցեղասպանության հարցին։ Դուք նշեցիք երկու երկիր, որ ունեցել են առնչություն ցեղասպանությանը։ Ու հետո ասացիք հետևյալ բառերը, որ դա հարկավոր է նրա համար, որ մենք հասկանանք, որ երկիրը ինչ դեր է ունեցել ցեղասպանության մեջ։ Այո։ Հարց. Ինչ դեր է ունեցել Գերմանիան 1915 թվականի ցեղասպանության մեջ։ Կարաք բարձաբանեք։ Բայց հենց այդ եմ ասում, մենք պետք է ես չեմ կարող բարձաբանել, բայց Ձեր կարծիքով։ Վանիկ ջան, սպեցիալ ես ծխում ախպեր, բլոկ է անում, մի ծխի։ Ես որ կադրում չէի, ինձ թվաց չեմ երևում, ես ձեզ չեմ տեսնում, իմ մոտ սև էկրան է։ Եթե կարելի Գերմանիան ինչ է կարծում, մասնակցել է ցեղասպանությանը թե ոչ։ Այո, իհարկե մասնակցել է։ Գերմանիան մասնակցել է, Ռուսաստանը մասնակցել է։ Երկրորդ հարցը։ Հրեաները մասնակցել են։ Երկրորդ հարցը, Անգլիան մասնակցել է հայկական ցեղասպանությանը։ Միանշանակ, այո։ Հարց ձեզ, խնդրում եմ պատասխանեք։ Ինչի եք դուք նշում միայն Թուրքիան ու Ռուսաստանը։ Ինչի չեք տալիս այդ բոլոր երկրների անունները։ Որովհետև Ռուսաստանի գործոնը այստեղ շատ կարևոր է եղել։ Ռուսաստանի գործոնը այստեղ նրա մեջ է, որ Ռուսաստանն է սկիզբը դարձել, որ մենք թշնամացել ենք հարևան պետության հետ։ Այո։ Մի րոպե։ Հարևան պետության Ռուսաստանը դարձել։ Մի րոպե, ճշտեք խնդրում եմ։ Ցեղասպանությունը որ երկրի տարածության վրա է եղել։ Թուրքիայի։ Լավ։ Եզևի հարց, իսկ ինչու՞մ է եղել Գերմանիայի դերը, կարաք նշեք։ Գերմանիայի ուրեմն իրանք դաշնակից են եղել Թուրքիայի հետ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ գերմանացի գեներալները ամբողջությամբ մասնակցել են այդ ամբողջ process-ներին, այսինքն խորհրդատվական կարգով եւ դիվանագիտական աջակցությամբ։ Այսինքն
Դուք հիմա նշեցիք, որ ցեղասպանությունը կատարվել է Թուրքիայի տերիտորիայում։ Ռուսաստանը եղել է Թուրքիայի հարևան երկիրը, որը պատերազում էր Թուրքիայի հետ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գերմանիան իր գեներալներով տալիս էր կոնսուլտացիաներ, թե ոնց է հարկավոր կազմակերպել հայերի տեղահանումն ու ցեղասպանությունը, բայց համենայն դեպս Գերմանիան Ռուսաստանի հետ համարյա մեղավոր չի։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր թեզը։ Այսինքն ոնց համարյա մեղավոր չի։ Դու ոնց ասացիք, մեղավոր է։ Չէ, ուղիղ մեղավոր է։ Չէ, տեսեք ձեր ասած, ես ավելին հարց տվեցի ձեզ։ Վանիկ ջան, ես ձեզ հարց տվեցի կոնկրետ։ Ինչու եք նշում Ռուսաստանը, բայց չեք նշում նույն Գերմանիան։ Դուք ասացիք, որտեղ Ռուսաստանը ավելի մեղավոր է, քան Գերմանիան։ Ասեմ ինչի։ Երբ որ ուրեմն թուրքական բանակը զինեց հայկական մեծ բատալյոնին, տարավ այդ համաշխարհային պատերազմին Թուրքիայի կողմից պատերազմելու։ Ռուսական բանակը ուրեմն հայկական ստորաբաժանում ստեղծեց եւ սկսեց հայկական ստորաբաժանումների միջոցով վերբովկա անել թուրքական բանակում ծառայող հայերին ու դա բացահայտվեց։ Թուրքերը զինաթափեցին հայկական բատալյոնները իրանց կազմի մեջ։ Երբ դա պատահել Վանիկ։ Կներեք թվականները հանգիստ չեմ հիշում, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մոտավորապես Առաջին համաշխարհային պատերազմ 13, 14, 15 երբ դա կատարվել։ Հենց այդ թվերին է, ես կոնկրետ թիվը չեմ կարող հիշել։ Լավ։ Այդ ժամանակ կանեք, եթե չեք հիշում թիվը։ Պատերազմի ժամանակ։ Մի հատ էլ ճշտում։ Իսկ կոնսուլտացիաները, ցուցմունքները կամ էլ կոնկրետ թղթի վրա գրված պլանը հայերի տեղահանման մասին եղել է մինչև այդ դեպքը Գերմանիայի կողմից թե հետո։ Այդ դեպքերից հետո, երբ որ հայկական ստորաբաժանումները ռուսական ցարական բանակի հետ հավասար մարտնչել են Անտանտի երկրների դեմ։ Չէ, Վանիկ, մի րոպե սպասեք։ Ես դուք եթերներ եք վարում, քաղաքագետ։ Այո։ Ձեզ անվարելով, ես ճիշտ եմ հիշում։ Ես եղել եմ ձեր մոտ։ Մի անգամ ես եղել եմ էֆիրում վերևում, այո։ Դեզվի հարց, դուք ընդհանրապես ուսումնասիրել եք Եղեռնի պատմությունը, երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը, որ թվին, որ ամսին ինչ է կատարվել, ինչ ձևով, երբ է ներկայացվել ինչ-որ փաստաթղթեր եւ այլն, ընդհանրապես դուք դա ուսումնասիրել եք, թե չէ։ Բնականաբար ուսումնասիրել եմ եւ մի այս կողմից ասենք եղած փաստաթղթերը, որոնք որ ռուսական թեմատիկայով էր կազմված, ռուսական տեսանկյունից էր կազմված եւ ուսումնասիրել եմ, որը որ կազմված էր հակառակ կողմից, հակառակ ձևով եւ ես եկել եմ մի համոզմունքի, որ եթե հայկական ստորաբաժանումներին, եթե հայերին ռուսը չխոստանար անկախ պետություն, եթե չխոստանար մեծ Հայաստան, Կարակ նշեք, դա երբ ինձ ձևով է ռուսը խոստացել Հայաստանին, Հայաստանի պետականություն չլինելու ժամանակ, երբ դա խոստերվել ու ում կողմից։ Հայաստան պետություն այդ ժամանակ գոյություն չուներ, կար Ռուսաստանի, ցարական Ռուսաստանի կազմում գտնվող հայկական հող, կար թուրքական կանտրոլի տակ գտնվող հայկական հողեր։ Ես ուզում հասկանամ, թե երբ, որ ցարը, ինչ վատերազմի մեջ ես, մենք ենք լսել, որ մեզ ռուսը խոսք է տվել մեծ հայկական պետություն։ Կարակ նշեք։ Ես այդ հարցին կպատասխանեմ, ուրեմն հնարավորինս դոկումենտալ, կպատասխանեմ 3 շաբթի օրը ես եթեր կբացեմ ու այդ ամբողջ տվյալները իմ մոտ բացած, որ ավելի հստակ լինի եւ մանրամասն կներկայացնեմ ինչ է եղել եւ նաեւ կփորձեմ տեսանյութերի տեսքով։ Եկեք sense խնդրեմ իհարկե, եթե կարելի է, իսականից բացեք էֆիր, ես անպայման կգամ ու դա ինչ որ ձևի հիմնավոր է, ինչի համար եմ ես ասում, տեսեք։ Նա որ կա ռուսի խաղադերը ցեղասպանության մեջ։ Նա որ ուղղակի հիմնավորելով ռուսով
Դա արվել է Գերմանիայի կողմից դրդվել է նույն Թուրքիան։ Ես դրա մեջ ընդհանրապես ոչ մի բան չունեմ դեմ ասելու։ Բայց երբ մենք ելնելով մեր թեզերից ու այսօրվա մեր ցանկություններից սկսում ենք պատմական իրադարձությունները քշել մեր ցանկությունների տակ, դա ընդհանրապես այսօրվա մեր Հայաստանին ընդհանրապես պետք չի։ Հասկանում եք, արդեն ժամանակն է, որ մենք սկսենք իրականությունը տեսնել այնպիսին ոնց որ եղել է կամ ոնց որ կա այսօր։ Իսկ մենք էլի այսօր դաժե ունենալով այն պատմություն ու ճանապարհը, որ մենք անցել ենք, էլի փորձում ենք ոչ թե նայել կոնկրետ իրադարձությանը հողին ինչ է կատարվում, այլ ընկնում ենք ցանկությունների հետևից, փորձում ենք իրականությունը։ Արամ ջան, մի վարքան կներես մեզ հարց ծագեց ձեր խոսակցությունից հարց ծագեց, երկուսիդ եմ հարց տալիս, հենց չի որ Վանիգին եմ մենակ տալիս։ Կասեք ինձ մի հատ, լավ, մինչև ցեղասպանությունը Հայաստանը, հայերը Թուրքիայի, Օսմանական Թուրքիայում ոնց էին ապրում вообще, ոնց էին իրանց զգում, թուրքերը իրանք ոնց էին։ Մի հատ կարակ ինձ բնութագրեք, ինչ ա եղել ու ինչ դոկումենտներից եք դուք այդ ամեն ինչը վերցնում, ինչ պատմվածքներից, ինչ որտեղից է ձեր ռեսուրսը, ոնց են ապրել հայերը Օսմանական Թուրքիայում։ Մի հատ ինձ կարակ ասեք, մինչև ռուսների խառնվելը։ Ուրեմն ասեմ, ես այն ինչ ինֆորմացիա որ ունեմ, Թուրքիայում բոլոր հայերը պալատական դիրքեր ունեցող հայեր են եղել, պալատական դիրք են ունեցել, դրամահատարանը հայերի ձեռքում է եղել, այսինքն ֆինանսները Թուրքիայի եղել է հայերի ձեռքում, հայերը բավականին լավ դիրք են ունեցել Թուրքիայում։ Ես ավելին ասեմ, Թուրքիայում հիմա էլ բավականին շատ հայեր կան, որ բավականին լուրջ դիրք ունեն։ Եվ մեծ հայկական համայնք կա, ավելի մեծ հայկական համայնք, քան Հայաստանի Հանրապետությունում ապրող կամ աշխարհում ապրող հայերը, մի մասը կրոնափոխ, մի մասը ուրեմն մնացել են քրիստոնյա, եւ Մենք թուրքերի հետ բարեկամներ եղել ենք, թե չէ Վանիկ։ Թուրքերի հետ ես կարամ պատմեմ իմ պապերիս ուրեմն ջարդեղել է, թուրքերը ջարդել են հայերին, թե չէ մինչև ցեղասպանություն։ Այո։ Ինչ են ջարդել, ախպեր, ֆինանսները մեր ձեռքն էր, մենք պալատական ենք։ Ոնց կարացան իրանք ֆինանսներն ու պալատականների ջարդել։ Մի րոպե, չէ, մի րոպե։ Արի ստեղ մի հատ ուրիշ բան նայենք։ Ուրեմն որ թվից է, որ Ռուսաստանը ոտը գցել է Կովկաս։ Որ թվից։ Մեզ ախպեր, ես քեզ ասում եմ, դու կարող ես Վանիկ, Ռուսաստանին դու կարաս չսիրես, ախպեր, դա քո իրավունքն է, բայց ես քեզ լրիվ ուրիշ բան եմ տա, չկա Ռուսաստանը, կողքի տար, մենք ունենք ներքին, մենք ապրում ենք Օսմանական Թուրքիայում, մենք իրանց քաղաքացիներն ենք, ճիշտ է, ես քեզ պրյամոյ հարց եմ տալիս, ինչի են մեզի ջարդում, միջև ցեղասպանությունը, ինչ են։ Չեն ջարդել։ Բա ինչ են արել։ Այդ պետության մեջ կարգերը այտենց ա եղել, մենակ հայերին չեն ջարդել։ Չէ, այսինքն իրանք նաև հույներին, եվրեյներին ցեղասպանել են ներսում։ Մինչև 15 թիվը։ Իրանք իրանց թուրքերին էլ են սպանել։ Լավ, հայերը ինչ իրավունքներ, հայերը բոլոր իրավունքներն ունեն, ինչեր թուրքերը։ Այո։ Սուտ ես խոսում դու Վանիկ, դու սուտ ես խոսում հենց հիմա։ Ես քեզ կարամ փաստացի ապացուցեմ, որ դու ընդհանրապես քաղաքագիտության հետ կապ չունեցող ազնվորություն ես։ Ինքնահռչակ մարդ ես դու։ Դու խոսում ես հիմի այն որ դու չես սիրում ռուսին, զսվում ես ռուսից, բայց չգիտեմ ինչքանով ես դու խաղերի մեջ թուրքերի հետ, ինչից ես ելնելով որ մենք բարեկամներ ենք եղել թուրքերի ոչ ու բարովների հետ։ Նստել ես հայ ազգիս մեջ ախպեր Տալերանտությունից ելնելով որ այսօր ո՞ն է իշխանություն ախպեր։ Դու դրեք քարոզություն ես բանանում։ Ինչ կարաս ասես։ Մի րոպե, Արսեն ջան, քեզ հիմա ես ուրիշ բան եմ ասում։ Ուրեմն ցեղասպանության ժամանակ բավականին շատ թուրքեր են եղել հայկական ընտանիքներին, հայ ընտանիքներին պաշտպանելու համար, նաև այդ թուրք ընտանիքներին են ոչնչացրել։ Ուրեմն
Ես կոնկրետ իմ պապերի Ես չեմ խոսում 1-2 եղել են հարևաններ, պահել են, երեխեքին վերցրել են, որ չկոդորեն։ Ես քեզ ասում եմ պրյամայ հարց եմ տալիս։ Մենք նույն իրավունքներն ենք ունեցել, դու խաղում ասում ես հա։ Սուտ ես ասում ախպեր, ամեն ինչու հայերն ու մնացած ազգերը, այդտենց ախպեր մենք չենք ունեցել։ Հիմի օրինակ քեզ ասեմ, մի օրինակ եմ քեզ ասում։ Հայկական ընտանիքից իրավունք ունեցել են երեխա տանեն, թե չէ։ Պետության համար իրավունք ունեցել են երեխեն վերցնեն տանեն ախպեր։ Հա դե չէ։ Ես տենց իրավունքի մասին չեմ դեռ։ Հա, դե մի քիչ լավ ուսումնասիրի, երկրորդ հարցն եմ տալիս քեզ ախպերս, երկրորդ հարցը։ Հայերը նույն ձևի են փող տվել կազնային ինչ որ մնացածը։ Հարկ են տվել ու նույն չափի են տվել Վանիկ, հիմա եզդիները Հայաստան, մի րոպե, կներես, եզդիները Հայաստանում հայերից մեր չափ տալիս են, դե չէ։ Սա հայկական պետություն է, որտեղ կա հայկական քաղաքացի եզդի, իրանք նույն չափ են տալիս, չէ։ Բայց այնտեղ այդեն չի եղել, ախպերս, մենք երրորդ սորտե չենք եղել այնտեղ։ Խի ես դու բարեկամություն ներկայացնում, այդ օրրաշներին բերում կապում ես մեր յախեն նորից, այ ախպեր։ Ախպեր ջան, դու իրանց հետ բարեկամություն չես անելու, քեզ ով ասում բարեկամություն արա։ Դու ուզում ես որ ինքը ազատ մտնի իմ երկիրս գա ախպեր, պղծի, ունեցանի որ դայ մի րոպե, նայ, Վանիկ, մենք այսօր չունենք հələ իրանց հետ ոչ մի հարաբերություններ, արդեն իրանք Վրաստանից մտնում են, Կասկադի գլխից նկարում են Արարատ լեռը ու հայերից ատատային անում, թե չեք ստեղից ձերը սա ասում։ Դու պատկերացնում ես ինչու մասին է խոսքը։ Արսեն, ես չգիտեմ դու տեղյակ ես թե չէ։ Ես մի անգամ 2003-4 թվերին, երբ որ ասացի այն նույն ադրբեջանցիները, ովքեր գնացել էին, հետ են եկել Պարսիկի անունով ստեղ իրանց տները ապրում են, ինձ գիտես ինչ ասացին, ասացին սուս մնա, թե չէ ԱԱՑ-ն քեզ կբռնի կտանի։ Էդի ես ասել եմ 2002 Էդի ում օրոքա, մի հատ ասա։ Դե 2002-3 թվերին ով էր։ Ահա, տես հիմի դու հիմի համամիտ ես որ սաղ է եղած կուտոկը, ղեկավարությունը, սաղ ծառայում է թուրքերին։ Այդենցա դեն չի։ Ես միանշանակ ասում եմ, որ էդի տենց։ Բախի ես ռուսներին մեջ բերում ախպեր։ Եթե քո ղեկավարությունը ծառայում է թուրքին, դա ռուսը тут при чем։ Չէ, ռուսի ֆակտորը ուրիշ է, եղբայր։ Ռուսի ֆակտորը ուրիշ է։ Ռուսը եթե չլիներ, մենք երբեք այսքան խնդիրներ չենք ունենա։ Այդ միշտ հիշեք։ Ռուսը իր պարակտիչ գործնեությամբ նենց է արել, որ որևէ մի ժամ լսում եմ Վանիկ քեզ, մի ժամ փորձում եմ հասկանամ, առանց վիրավորելու, առանց որևիցե մի բանի։ Դու ուզում եմ հասկանամ քո սենց ինչով ես դու առաջնորդվում, էլի քո մեջ չեմ ուզում էլի նորից եմ ասում վիրավորել։ Քո մեջ ժառանգաբար դու չես զգում որ այդ գյոթվերենները չեն կարա մեզի բարեկամ լինեն ախպեր։ Ոչ էլ կարան մտնեն Հայաստան։ Չեն կարա մտնեն Հայաստան։ Դու գարանտիա տալի մի րոպե։ 20 թվին ախպեր, մի րոպե 20 թվի մեր պատերազմը Թուրքիա մասնակցել է թե չէ։ Դու կարաս ինձի, հենց ինձի պրյամոյ կարաս գարանտիա տաս, որ այդ սահմանից այդ նույն բջի ծնունդը չի մտնելու Երևանի կենտրոնում գատարանգի բարի։ Դու ինձի գարանտիա տալու ես թե չէ։ Իսկ դու հիմա գարանտիա Մեր տեղեկի մորտածը իրավունք ունի կամ մտնի Հայաստան, ախպեր։ Քանի մեր մեջ Բայց հիմա դու գարանտիա մի րոպե, դու հիմա գարանտիա տալիս ես, որ սահմանը փակած վիճակով այդ մորթածը չի գալիս մտնում Հայաստան։ Ես գարանտիա տալիս եմ, որ Նիկոլին ու Նիկոլա Պաշտներին սա անելուց հետո ախպեր Հայաստանից, այո, գարանտիա եմ տալիս, որ ոչ մի թուրք, թեկուզ պարսկական, ջհուդական այդ ինանց ձևերով Հայաստան չի մտնելու։ Ուղնուցուցը ստուգելու եմ սաղին։ Ես կնեմ մոնո, այո, ես պետք է լինեմ մոնո։ Մոնո պետություն պետք է լինեմ։ Ու մեր հետ պետք է ապրեն ընդամենը մատների վրա հաշված ազգեր, ուրիշ ոչ մեկ։ Եղբայր, այդ քո ասածը երազանքների մեջ է։ Ես իմ երազանքներս կիրականացնեմ, դու քոնը չէ։ Ես իմս կիրականացնեմ, դու քոնը չես կարողանալ։ Հիշի խոսքս, Վանիկ։ Աստվածտա դու քոնը իրականացնես, եթե քոնը իմ երազանքներից ավելի լավն է ու ավելի իրատեսական է։ Չկասկածես։ Բայց ես մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեմ քեզ։ Մի վարքյան, Վանիկ ջան, մի վարքյան, ժողովուրդ ուրեմն շատ եմ խնդրում առանց վիրավորանքների ներքևում։ Հա,
Դո չէ ինչ վիրավորանք, մարդը հելել է, դենում եք ախպեր, թեժ խոսակցություն ա եթում, ասում եք սենց չի են հենց է ախպեր, ով չի ուզում չի դիմանում սիդը տրակումը թողնի հետա։ Շարունակեք ուրեմն։ Ուրեմն նախ եւ առաջ այդ ներքևի գրողներին հատ-հատ բոլորին հրավիրում եմ իմ եթերին, եթե հարցեր ունեք, կարաք գաք իմ եթերին, հարցերը տակ ես ձեզ հատ-հատ կպատասխանեմ բոլորին։ Մինչև կարծիք հայտնելներդ, ուրեմն իմացեք հետևյալը։ Եթե ձեզ թվում է թե մինչև ուրեմն այս վերջին իշխանափոխությունը, մինչև 20 թվականի պատերազմը, մինչև 2000 թվականները ստեղ թուրք չի մտել, սխալում եք ժողովուրդ ջան, թուրքը միշտ էլ մտել է Վրաստանով, մտել է Պարսկաստանով, որտեղով որ մտել է, ու ախպեր ոնց ուզում է Վանիկ ջան, մի րոպե, ոնց ուզում է մտածելնի Վանիկ, հենց արա աշկերտ տենամ, էլ ես մարդու աշկերի մեջն եմ նայում, ախպեր, ինչ ուզում է արած ելնեն ախպեր, ես չեմ իմացել դրա մասին, ու ես թույլ չեմ տվել ու ոչ մի հայ չի ելել ասել որ մենք բարեկամ ենք եղել այդ օրաշների հետ ախպեր հիմի դուք կարել եք քարոզում եք ախպեր որ դրա մեջ վատ բան չկա դրա համար ես ուզում եմ հասկանամ դուք ինչով եք առաջնորդվում ախպեր ոնց եք առաջնորդվում ինչով ախպեր ջան լսի մի հատ բան ասեմ Արսեն ջան ուրեմն բարեկամության մասին խոսք չկա բարեկամության մասին չենք կարող խոսանք մոտակա երևի 6-7 սերունդը, էդի մոռացանք, որովհետև բոլորիս մեջ էլ կա հիշողությունը, բոլորիս տատեր պապերի պատմածով այդ հիշողությունը կա, բոլորիս երեխեքի վերջի տեսածով այդ հիշողությունը կա ու հլը կլինի եւս Վանիկ թուրքի իրավունք ունենալու, մի րոպե, թուրքի իրավունք ունենալու է գնա ցեղասպանության մուզեյ, մեմորիալ հրաբարակում իրավունք ունենալու է թուրքական երաժշտություն, լսի կաֆեները թուրքական երաժշտություն զակաստար, ռեստորաններում իրավունք ունենալու է թե չէ, հարց եմ տալիս, պերյամոյ, հասարակ հարց։ Արսեն ջան, մի հատ ես քո հարցիդ հարցով պատասխանեմ։ Չէ, մենք եվրեյ չենք, մենք երկու հայ ենք վրոձի բնստած։ Հարց եմ տվել, հարցից պատասխան է։ Դու համաձայն ես ախպեր, որ քո ռեստորանում թուրքը թուրքականի տակ կայֆավատ լինի։ Համաձայն ես թե չէ։ Ես ոչ մի ազգի երաժշտության տակ չեմ ուզում, որ մեր ռեստորաններում կայֆավատ լինեն։ Էդի մեկ, երկրորդը։ Ինչ Բայց իրավունք ունենալու է թե չէ, իրավունք ունենալու է թե չէ, ախպեր։ Դու իրան ինչ ես անելու, որ ինքեդի չանի։ Սպանելու ես, Վանիկ։ Չես կարող սպանել։ Այսինքն ինքը ապրես, ինքը գնաց ախպեր, կանգնավ ախպեր ցեղասպանության մեմորիալի մոտ, գորշ գայլերի նշանը ցույց տվավ ու ոռնաց։ Դու էլ կողքն ես, ինչ ես անելու։ Ինչ ես անելու, մարդ չկա, դու ես մենակ։ Ինչ ես անելու, Վանիկ։ Հաստատ հեռախոսը չեմ անելու նկարեմ։ Բա ինչ ես անելու, դու հայ ես քո երկրիդ վրա, դու քո երկրիդ վրա, քո մայրաքաղաքում թուրքը եկավ ոռնաց գնաց, դու ինչ ես անելու, իմ ախպեր, կարաս ինձ ասես։ Եթե ես նման իրավիճակի ականատես լինեմ, ես իրա կողմը կլինես, հավատացած եղեք կլինես։ Չեմ լինի։ Հավատա չեմ լինի։ Հայաստանում չեն եկել ոռնացը գնացել, մի րոպե, Հայաստանում չեն եկել։ Ոռնացը գնացել են, ես մի քանի անգամ ուզեցա այդ մասին եթեր անեմ, ուղղակի այն որ ասի առանց դրել մարդիկ ներվային են, այդ թեման չբացեմ։ Բայց ես ուզում եմ մի հատ բան ասեմ, այն մարդիկ ովքեր որ այդ շակալների կողքն են եղել, այդ շակալներին տեսել են, այդ շակալներից խաբար են եղել, մեր ազգային անվտանգությունը որ ընդունել է սահմանից այս կողմ տվյալ շակալներին, ինչի դրանց հետևից մարդ չի դրել։ Ախպեր, հիմի նույն մարդը անցնելու է, լուբոյ թուրքը պոտենցիալ կարա գա ոռնա, չէ՞, լուբոյ, ացեմ ոնց է ջոգել, ով է գա ոռնա։ Ով է ջոգել։ 100,000 են եղել։ Ախպեր 100,000-ներով գալու են լցվեն մեր երկիր։ 100,000 հիմա էլ են լցվում, ախր հիմա էլ են լցված։ Ես քեզ ուրիշ բան ասեմ, Արսեն, հիմա ես քեզ ուրիշ բան ասեմ։ Այսօր դու նայ, մի րոպե, ուշադիր նայ, ուշադիր կա աշխատող։ Ուշադիր լսի։ Ya Allah'ın kulu da bir yan bakamıyorum. Լսի, դու ինչ ես քարոզում, լսի։
Ես բան չունեմ էլ քեզ ասելու, եղբայր։ Դու կարծում ես, որ 100,000-ներով կան լսվեն, մենք է դառնանք մարտասպան ու ցեղասպանությունը մեր հողի մեջ է դա։ Ինչ եք դե անում, ախպեր, թողեք մեր մեջը խնդիր կա, թողեք այդ խնդիրը լուծենք, երբ որ մարտասպանը կասի, այո կներես հայոց ազգ, ես քո այդ ձեր բռնած կետանք սահման, այդ դուռը կբացենք, կասենք արեք նայենք ինչքանով եք դուք, հասկացեք թե դուք ով եք։ Խիք սխալ ճանապարհով տանում եք ժողովրդին։ Խիք նորից տանում ցեղասպանվելու։ Ես քեզ հակառակ բանն եմ ասում։ Հիմա այս պահին այդ ազգը չի ուզում ընդունի։ Այդ ազգը այս բանը չի ուզում։ Կարող է 5 տարի հետո ընդունի։ Երբ որ փոխվի իր մոտ իշխանություն, երբ որ իր մոտ ինչ-որ բան փոխվի, չնայած դրա հույսը չունեմ։ Այդ ազգը 100,000-ներով հիմա Հայաստանում ապրում է, քեզ ավելին ասեմ, ես քեզ կարամ տեղ ասեմ, որտեղ թուրքեր են աշխատում, Երևանում, բավականին լուրջ հիմնարկում կարաս գնաս ստուգես է, որ աշխատում են ու ոչ միայն այդ հիմնարկում, նես որ դու եթե մտածում ես, որ այդ ճամփեն չբացելով թուրքը չի գալու, չի մտնելու, չի աշխատելու, դու սխալվում ես։ Չէ, ես Ախպեր, իմ ասածս, կներես Արամ ջան, ես վերջին էլ ասեմ, իմ ասածս, ոչ թե թուրքը կհայտնվի դա չէ ինչ-որ մի ձևով, ես չեմ ուզում, որ Վանիկը սխալ քարոզ տանի։ Իմ ուզածս է դա։ Ես ուզում եմ քո հետ պայքարեմ, ախպեր, հասկանում ես, նման խոսացողների դեմ։ Իսկ դու կանել ես քարոզ ես տանում, այս օռաշները մեր բարեկամներն են եղել, ռուսն եկել է, մեզի խառնել է իրար, դրա համար մեզի մեր մեղավորության համար, մեզի ցեղասպանել են, որտեղ մենք դավաճանել ենք Թուրքին։ Ձեր ասածը է դա։ Դուք ուրիշ քարոզ չեք տանում։ Մի րոպե, ուրիշ հարց եմ տալիս, քեզ մի հատ էլ հարց տամ, Արսեն։ Թուրքերի հետ ով է մեզ բան արել, կոտորել։ Քրդերը։ Այո։ Հիմա մենք քրդերին հիմա ոնց ենք ընդունում, եղբայր։ Ես անձամբ իրանց ընդունում եմ պոտենցիալ նույն թշնամին։ Հետո։ Ես անձամբ ասում եմ, այն մարդիկ, որ ժամանակին ցեղասպանել են իմ ազգս, քան իրանք չոքեչոք չեն եկել, ու ավելին ասեմ, քուրդը այսօր ավելի վտանգավոր է, քան թե մնացած բոլորը թուրքերից անած։ Թուրքերը վտանգավոր են։ Երրորդ վտանգավորությունը թուրքն է, ասեմ ինչի։ Իրանք ապրում են պրյամայնեն հողերի վրա, որը մերն է։ Ինքը կյանքում չի տանձի։ Ես այդ ամեն ինչը հասկանում եմ, Վանիկ։ Ես որ քրդի հետ խոսում եմ, ախպեր, իմ համար տարբերությունը դնում եմ քրդի ու թուրքի մեջ, եթե ինքը խափնվել է այսօր քուրդերի շեխերը ելնում են մեզնից ներողություն են խնդրում։ Իմ եթերում քրդերի Եվրոպայի միության նախագահն էր, հելավ ներողություն խնդրեց սա քրդերի անունից, ասեց այո մենք եղել ենք մեղսակից թուրքերի հետ հայերին սենց են կարեն հենց ներեք է մեզ հայ ազգ, իմ եթերում եղել է այդ բանը։ Ես այդ մարդուն կարող ասեմ այո ես քեզ կարամ ներեմ իմ բայավաժինս, իմ անձամբ մենակ քեզի որ դու դες մտածում ես, բայց իրանք 20 միլիոնանոց ազգ են ախպեր, մենակ Թուրքիայում։ Ես չեմ կարա սաղի տեղը երաշխավորեմ, որ ինքը չի գա վաղը, ինքը նորից չի ուզենա հային ցեղասպանել։ Այ իմ կարծիքս է դա։ Արսեն, մի հատ բան ասեմ։ Դու օրինակ կարաս պատկերացնես, որ այսպես նստած լինեմ ես Թուրքիայում, թուրքը լինի սեղանի շուրջ, ես իրան բաժակ չխփեմ ու ասեմ դու ինձ ցեղասպանել ես դրա համար ես քո հետ բաժակ չեմ խփում։ Չեմ քո պարագայում հաստատ չեմ պատկերացնի, ավելին ասեմ, կենացը դու ասես։ Ես ճիշտ եմ հասկանում, որ մի վարքյան, ներեկա Վանիկ ջան, մի վարքյան։ Իսկ ինչ պատճառով ես պետք է Թուրքի ընկնեմ այդ սիտուացիայի մեջ, երբ Թուրքի բաժակին բաժակ խփեմ։ Սիտուացիան կարա տարբեր լինի։ Ահա, բարձ է։ Այո, գնացել եք պետական, ես հասկացա։ Մանրամասն ասեմ, ոնց եմ հայտնվել ես Թուրքիայում, մանրամասն կարամ ասեմ։ 2006 թվականին Հայաստանի Պարի պետական համույթը հյուրախաղերով գնաց Ստամբուլ։ Ինձ որպես ռեժիսոր հրավիրեցին Պարի խմբի հետ, որպեսզի ես գնայի Ստամբուլ, լուսաբանեի այդ հյուրախաղերը։ Ախպեր, հիմի աշխարհում մասնագիտություն կա, որ դու համ ռեժիսոր ես, համ քաղաքագետ ես, համ լրագրող ես։ Կողմնորոշ ցավը տանը դու ով ես։
Եղբայր, ես շատ բան գիտեմ ու շատ բան կարամ անեմ, շատ։ Եթե մի օր առիթ կլինի, հրավիրում եմ իմ մոտ ամբողջ իմ արածները ու իմ գիտելիքները քեզ ցույց կտամ Արսեն ջան, եթերը հիմա դրանով չզբաղացնենք։ Իսկ ինչ վերաբերվում է, ես այդ ժամանակ գնացել եմ այդ բարի խմբի հետ, այնտեղ եղել են մեծ ծանոթ մարդիկ, Հայաստանից, ովքեր այնտեղ են ապրելուց, աշխատելուց եղել։ Իդեպ ասեմ, ժողովուրդ ջան, Թուրքիայում այս պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մասնավորապես Ստամբուլում, կան գրեթե 50-ից 60 հազար, որոշ հաշվարկներով նաև ավելի շատ, ու այդ մարդիկ ընդեղ էին, հրավիրեցին իրանց տուն, քանի որ գնացել էինք, մենք ասել էինք Թուրքիա, իրանց տանը, սեղանի շուրջ, նստած, հյուրասիրության ժամանակ, եկել էին իրանց թուրք ընկերը մեկը իրանց քուրդ ընկերը, ու այդ սեղանի վրա բաժակը ես բարձրացրեցի, օդի մեջ պահեցի, ասի ես քո այդ բաժակ չեմ խփելու, ասի, որովհետև դու ցեղասպանություն ես արել։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, դա իր խնդիրն է։ Ես պատմում եմ իրականություն, այդ 2006 թվականներ։ Հիմա շարունակեմ հաջորդը։ Թուրքիայում բոլոր Ստամբուլում ամենայն դեպս գործում է 36 հայկական եկեղեցի, իրանց կիրակնօրյա դպրոցներով, իրանց մշակութային կենտրոններով, Մի վարքյան, բանիկ մի րոպե, դա արդեն նման է, մի րոպե, դա է որ դու ասում ես, չէ, արդեն անում կոնկրետ գնում է քարոզչություն Յոկուտ Թուրքիայի, դրա համար վերջացրեք էդի։ Մի հատ հարց, ես իրականություն եմ ասում։ Չէ, այդ իրականությունը այսօր քարոզել պետք չի։ Պետք չի։ Ժողովուրդ ջան, Դու նոր քարոզ, չեմ քարոզում, ասեմ, ես բանիկ չեմ լսի քարոզում։ ասեմ, լսեք մի վարքյան, տեսեք, ասեմ ինչի է քարոզ։ Վանիկ ասա, քաղաքագետ ես քեզ թույլ եմ տալիս, Արժան, թույլ տուր։ քրպեսի մեզ դերում ես, թուրքը ով ախպեր, քիֆուրով ասա։ Մի րոպե, Արսեն թող ես մի հատ վերջացնեմ իմ միտքը։ Չէ, դու մի րոպե, ասա։ Ոչ մեկի եթերում։ Ով է լավ թուրքը ով է քո համար։ եթերում Քո համար թուրքն ով է ախպեր։ Թուրքը թշնամի է, թուրքը ոչրագույն։ Բա դու ո՞նց ես ասում թշնամու առաջ վարոտներ բացենք ախպեր։ Ախպեր ջան, այդ վառոտները մենակ թշնամու առաջ չենք բացում, այդ վառոտները մեր առաջ էլ է բացվում։ Դու հասկանում ես, որ մենք հիմա ավելորդ ծախս ենք անում, դու հասկանում ես, որ հիմա մեր երկիրը տնտեսապես վերջին 30 տարում ոչնչացել է, դու հասկանում ես, Արսեն, որ մեր երկրում հիմա ներդրում չի լինում, դու հասկանում ես, որ Դու գիտես, որ Հայաստանը այսօր ազատ ենքան փողեր ունի, որ Հայաստանում այսօր փողեր ենքան ազատ կան, որ չգիտեմ որտեղ ներդրում անեն, դու չգիտեմ քո բարեկամները որտեղ են ապրում, որտեղ են աշխատում, որ դու նշում ես։ Իրանք շատ այդ ստրուկտուրաներում չեն, որտեղից ես ինֆորմացիա ունեմ թղթերի տեսակետով, որ կարդում եմ, էլի, ընդ չի օդից եմ կրակում։ Հայաստանում այսօր լիքը ազատ փողեր կա, լիքը։ Երկրորդը Հայաստանի տնտեսությունը ավելի լավ է կիսով չափով աշխատի, քան այս Թուրքին իմ թշնամուս առաջ վառոդ բացեն։ 100-1500 կիլոմետր էլ ավել կքշեմ, ապրանքս կհասցնեմ մի բաներ կավելացնեմ, բայց քանի այն Թուրքը, որը մորտել է, որը սպանել է երեխուն փորի մեջ, ու ոչ 15 թվին, 20 թվին, Կանամ քեզ բերեմ օրինակ, որ Թուրքիերի սպեսնազը հային սպանել են, հայ աղջկան հեղի, մորտել են, դու ուզում ես այդ ազգի առաջ աղպետ դուր բացես ընգեշ, որ ինչ ազգի առաջ դուր չեմ բացում, ես խեմ այդ ազգի առաջ բացում, ես իմ ազգի համար եմ բացում, ես բացում եմ, որ իմ ազգի Քեզ դու հարց տվել ես քեզի, ազգի մի մասնիկն ես եմ, դու ինչ իրավունք ունես իմ տեղը ստենց բան հարցես աղպեր Ախպեր ջան, ես իմ տեղն եմ ասում ու ես էլի լիքը իմ նման մտածողի տեղն եմ ասում, որ Հայաստանի սահմանները ես կուզենամ այդ լիքը մարդկանց մի օր բան հանես ախպեր քո եթերում, ես սաղին ճանաչեմ դեմքերով ու տեղերով։ Ճանաչեմ ախպեր ովքեր են այդ մարդիկ։ Այնքան եմ ուզում ընկեր։ Ինչպես մարդիկ սաղ ուզում են փակի մեջ մնան Ախպեր պրիչան փագ է, ես հասկանում որ այսօրվա դրությամբ կա ստամոքսով առաջնորդվող հայ տեսակ, որը սիրում է կայֆավա տննել, ստամոքսը լսնել, սևանում էլ թուրքի կողքը զագար ընդունել։ Կան այդենց հայեր լիքն են, ես բան չունեմ ասելու։
Դրանց հերթն է կգա օրով ու կարգով։ Ես ասում եմ ախպեր ջան, ես այդ հայրի տեսակից չեմ։ Ինչ եք բացում դուրը, ինչի՞ պիտի իմ աղջիկս անցնի հետևից թուրք կերտա ախպեր։ Դուք ով եք որ այդ իրավունքը տալիս եք այդ իրան։ Այն ազգին, որը ախպեր մորտել է, երես եմ ասում, չծնված հայ մորտել է։ Դու խոսում ես լավ բաներից Թուրքիայում, եսի ինչ լավ բաներ կան, գրող ու սև ցավ կան։ Թուրքիային մի շանս տվեցին Արցախում, նորից հային մորտեց։ Դուք նորից այդ ամեն ինչը մոռանում եք ախպեր։ Նորից հեճ եք անում ախպեր։ Մի Վանիկ, դու ընտանիք ունես, դու երևի երեխեք էլ ունես ախպեր։ Դու մտածում ես դու ինչ ես խոսում։ Աստված պահապան այդ երեխեքին ապեր, որ թուրքի չռաստվեն։ Դու ընդհանրապես պատերազմական գործողությունների մասնակցած կաս կյանքիդ մեջ։ Ես պատերազմական գործողությունների չեմ մասնակցել, չէ։ Դե որ մասնակցած մեջ տեսնեի թե թուրքի ինչ կարող անի առանց ռուսի։ Դու այս ժամանակ սեն չէիր խոսա։ Ոնց կարա ֆոսֆորով երեխուն լախպի ախպեր։ Դու տեսել ես այդ ամեն ինչ որ խոսում ես։ Թուրքը այդ նույն քոկով տեսու քմծիծաղ ես տալիս, ապեր մի արա։ Ես իմ եթերն է, ես քեզի նորից էլի հարգելով հեսա ճամփու եմ դնելու։ Ու քո հետևից ոչ մեկը ոչ մի բառ չի խոսալու։ Դա հաստատ իմացի։ Բայց էլ եմ ասում, Վանիկ, ստամոքսով մի կարաշնորթեք, կիլոմետրներով մի կարաշնորթեք։ Թուրքը եթե իրոք ինքը լավն է, թող ինքը նստի իր պատմության հետ հաշվի ու հայ ժողովրդից ներողություն խնդրի ու ասի որ ես առաջվա թուրքը չեմ։ Թող ինքը խոսա դրա, այ հանցագործը, որը արել է, դուք թույլ եք տալիս, որ հանցագործը, որը ատկազ է գալիս իր հանցագործությունից, թույլ եք տալիս, որ ինքը դենց ասի ու նորից ճամփա բացեք իր համար։ Ինքը կգա նույն բանը կանի, քանի որ դու ընդունել ես Վանիկ էդի։ Հասկանում ես։ Ճամփեն բացել ընդունել։ Մի հատ ուրիշ բան եմ ասում, Արսեն, մի հատ ուրիշ բան եմ ասում, մենք այսքան խոսացինք, ուրեմն նայ, հիմա մենք այսօր խոսացինք բրծանք, թող քո ասածը վլնի, թող սահմանները չբացվեն, Աստված առողջություն տա, 10 տարի հետո մենք իրար հետ խոսանք ու տեսնենք Հայաստանը ուրա հասել, որովհետև համաձայն եմ, բայց մի պայմանով Նիկոլի եւ ոչ Նիկոլի պայմանները հաշվի առնելով։ Դες ինչ եմ ասում։ Չէ, Նիկոլի պայմաններում դու շատ ժամանակ ես տալիս։ Մի րոպե, դու շատ ժամանակ տվեցիր Հայաստանը գոյություն ունենալու Նիկոլի 10 տարի չի լինելու դες բան։ Նիկոլը եթե վերադառնա, Հայաստանի շանսերը զրոյանալու է։ Ախպեր Նիկոլը մի տարի հետո չի լինի։ Եթե կլնեն ազգային, լսի, եթե կլնեն ազգային գաղափարախոսությամբ զդրավը, թուրքերի հետ պետքա երկխոսես, ռուսի հետ պետքա երկխոսես, չինացու հետ, բայց նայած թե ում հետ ինչ։ Թուրքի հետ մեկ մի բան ունենք առայժմ խոսալու, մեկ բան։ Ընդունի որ դու հանցագործ ես։ Ուրիշ ոչ մի բան չունենք Թուրքիայի հետ խոսալու։ Ընդհանրապես, նախ առաջինը, երկրորդը, մենք չենք փագե Թուրքիայի հետ սահման, այդ թուրքն է փագե մեր հետ։ Ինչ եք դու գնում առաջինը բացելու։ Ասա, եթե դու ես ու փագե, դու էլ բաց։ Խի ես իմ առաջադրանք դնում, տես ինչ պիտի անեմ։ Այս քեզ դու խելացի դու կարտացած տեղը ու տպավորություն ես թողում հարց տամ քեզի ըստ քեզի Նիկոլ Փաշինյանը որ ասում է արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա ցեղասպանության հարցի ճանաչումը ըստ քեզի դա նախապայման է ուղղակի Նիկոլն է դա հորինը Էդի արդեն իմ ես դրա համար պատասխան չեմ տալիս, որովհետև ինձ էդի դուր չի գալիս։ Չէ, դուր գալը չէ։ Ասում եմ, սրտովը չէ։ Ըստ քեզի դա նախապայման է Թուրքի կողմից թե չէ։ Ըստ քեզի։ Բնականաբար նախապայման է, որովհետև այդ նույն նախապայմանը եղել է Սերժ Սարգսյանի հետ հայ-թուրքական բանը ստորագրելու ժամանակ։ Ախպեր մի կողմոր քեզի մորտել է ու նախապայմանը լլեք ու դեմն է տնում։ Դու ոնց կարաս իրանց հետ ինչ որ ձևով հավատաց սահման բացես, Վանիկ ջան։ Ոնց ախպեր, ինձ խեցից մեջ չի տեղավորվում։ Ախպեր ջան, Արսեն ջան, այդ սահմանը ըտեղից բացես թե 250 կիլոմետր այն կողմից բացած սահմանից օգտվես նույն զիբիլն է։ Նույն զիբիլը չի։ Նույն բան։ Իմ համար նույն զիբիլը չի։ Իմ համար արժանապատվության հարցը է։ Արժանապատվության հարցը։ Երևանի կենտրոնից երկուսով նստենք ուղիղ 3 ժամ հետո վրաց թուրքական սահմանը կանցնենք։ Այդքան կպած է։ Ես չեմ գնացել, դու լավ կիմանաս։ Ես գիտեմ, որովհետև այո, այդ վրաց թուրքական սահմանի վրա մեր գյուղն է, հայկական գյուղ է։
ու ես այդ գյուղում մանկություն եմ անցկացրել ու այդ գյուղը թուրքերի կոտորածից անմիջապես տուժած Ախպեր, լավ, թուրքերը, այդ գյուղը լավ, ուրիշ մի հատ վերջի հարցն է տամ ու էլ չեմ հարցնի։ Թուրքերը Հայաստանում կարողանալու են գումար ներդնել խանութներ բացեն։ Ուրեմն ես երբ որ այդ հարցը բարձրացրեցի, ասի պետքա չլինի, որ թուրքը Հայաստանում անշարժ գույք ձեռք բերի, ինձ ասեցին դրա իրավունքը ոչ մեկ չի կարող ունենա, որովհետև եթե դու միջազգային պայմանագրերի համաձայն ես դա անում, դու չես կարող։ Հիմա ես քեզ ուրիշ բան եմ ասում։ Չէ, կանի, ես հարցս հետատեքստ ուներ, որ ես այդ հարցը տվի։ Հիմա քեզ հարց եմ տալիս, եղբայր։ Դու սահմանը բացում ես երկաթգծի, առաջինը Ղարսի, հենց որ մտնում ես Ղարս, գիտես ինչա գրած Ղարսի այդ պոեզի կայարանի մադույսներում, գիտես ինչա գրած։ Չէ, չեմ եղել, չգիտեմ։ Անունը գիտես ինչա գրա բանը, այդ բանի վերանվանված։ Թայլատ Փաշա։ Չէ։ Թայլատ Փաշայի կայարանն է։ Հայրը նստում են պոեզ, գնում են ախպեր Թայլատ Փաշ, դու համաձայն ես դրան։ Դու գտնում ես դա հենց արած, Վանիկ։ Թուրքերը ծաղրում են մեզ, ապեր միջև հիմա։ Ու իրանք ծաղրելու են այնքան ժամանակ, քանի մենք ողնաշարի պես ուզում ենք ապեր լավ ուտենք ուղագի։ Էժան ապրանք ունենանք, տնտեսություն զարգացնենք, ապեր մեզ արժանապատվություն արի զարգացնենք մեր մեջը։ Ես չեմ ասում Թուրքիայի հետ հավերժ մենք պետքա պատերազմենք, ոչ, հիմար մարդը դες բան կուզենա, բայց ես չեմ ուզում որ ինձ թելադրեն, որ ես բան չեմ արել, Թայլատ Փաշային է նկարով տենամ ախպեր սահմանի դեմը դրած, սահմանի դեմը տնգծրած, հետո չգիտես հարցրայ, Թուրքիայում ապրող այդ հայեր են թողով են, սա սենց բան կա դե Արսենը խապեց ախպեր, ընկեր հասկացի, մեզ ծաղրում են, երկրորդը կոշիկներ են ծախում հայերի վրա, նայ, տակը խաչը, դու համաձայն ես, որ թուրքերը կոշիկի պատոշի տակը խաչ են խփում ախպեր, ու այդ նույն գործարանից տնեն Երևանի, ասենք մեջը, մադույսներում, դու չես կարող իրան թույլ չտաս, ինքը տնելու է ու արտադրելու է այդ կոշիկը, դու համաձայն ես դրան, կամ արտադրելու է բանը իրանց Քեմալ Փաշայի գլխով, մայկա դու իրան թույլ չես տալու, Վանիկ, դու հասկանում ես ինչ վտանգներ կա, դու հասկանում եք ինչ է կանում։ Արսեն, հիմա այդ նույն արտադրանքը չի գալու Հայաստան։ Ախպեր ոչ, եթե գալիս է հատուկեն, դա միանգամից մարդիկ տեսնում են, բռնում են ճդից, ոնց որ եղավ կոշիկի դեպքում տիրոջ մաման լացացրեցին, իսկ էդի ինքը ստեղ արտադրելու է, հայ ոստիգանը գնալու է իր շահերը պաշտպանի, Վանիկ, Թայլատ Փաշայի ռոժով մայքի արտադրանքի համար, ինչի չես հասկանում ես ինչ եմ ասում, ես քեզի վատ չեմ տրամադրված, Վանիկ, մտքիցը թանի որ, ես կարա ամենավատ հային դնեմ ամենալավ թուրքից բանը ցածր, այդպես բան չկա իմ համար։ Դու իմ համար ուղղակի չգիտեմ, եթե Վերբովկեն կողքի տանենք, որը ես չեմ ուզում հավատամ, դու իմ համար մոլորված հայ ես, որը ռուսին չսիրելով եկել ես այս մտքին ես ասել։ Ուղղակի դու նագլի ռուսին չես սիրում։ Ես էլ չեմ սիրում Ռուսաստանի Կրեմլին, չեմ սիրում։ Կրեմլին չեմ սիրում, Արցախը ինքը հազնեց։ Ես դրան էլ եմ համաձայն, բայց դա չի կարելի, ախպեր ես ձևի պատնոսով ժողովրդին մատուցես, որպես սենց լավ կլինի, չկա դες բան։ Հիմա ես քեզ մի հատ ուրիշ բան էլ ասեմ, ես էլ դուրս կամ, պրոստը երևի դու ինձ հանես, որովհետև իմ մոտ ոչ մի բան ցույց չի տալիս էկրանից վրա։ Արսեն ջան, ուրեմն մի հատ sense բան ասեմ, որևէ մեկը այսօր ոչ թուրքի, ոչ ադրբեջանցու հետ չի կարող ախպերություն անի։ Էդի մեկ։ Էդի մոռանում ենք։ Այդ սահմանի փակ լինել չլինելը այս պահին մենակ մեզ է վնաս։ Այդ սահմանը թուրքն է փակել։ Այդ սահմանը մենք ուզում ենք որ բացվի, որ մենք կարողանանք դուրս գանք։ Պլյուս դրան, քեզ մի հատ ուրիշ ինֆորմացիա եմ տալիս, եթե ուզում ես դու էդի ճշտի։ Դու գիտես որ Արաքսի ափով հողերը որ կան մեր կողմից։ Ամբողջությամբ անունները դրած արաբներ առնում են։ Տեղյակ ես այդ ինֆորմացիայից։ Մասիսի բանի կողմերը։ Ես ավելի շատ տեղյակ եմ, ավելի ինֆորմացիա, դու եթե այն կողմն ես ասում, ես քեզ կարամ ասեմ արդեն իսկ այս հոկտեմբերանի կողմի ճամփի վրայի սաղ այդ հողատարածքները հայերի անուններով հասկացաք ինչ ազգեր են առել։ Ահա։ Եղբայր,
Ստեղ ուրիշ բան ունենք մենք անելու։ Մի ծխի, Վանիկ։ Մի ծխի։ Չէ, էկրան, ես որ ինձ չեմ տեսնում, ես չեմ տեսնում, որ բանա կադրի մեջ եմ, դրա համար արխային վառում եմ։ Նայ, մենք պետքա ոչ թե մտածենք սահմանը փակելու մասին, մենք պետքա օրենքների մասին մտածենք, ինչ օրենք ընդունենք, որ այդ քո ասած վտանգները չլինի, բայց սահմանը բացվի ու ի օգուտ մեզ Առաջին օրենքն եմ ասում, առաջին օրենքը, արի առաջին օրենքն ասեմ, բայց բացեք դեմքը, որ ես Վանիկի դեմքը տենամ այդ օրենքը ասելու վաղտ։ Աղջիկներ 18 պլյուսը արգանջներդ փակեք։ Վանիկի դեմքը, Վանիկ ջան, դեմքդ բաց մի հատ էլի։ Միացրեցի։ Մի րոպե։ Ահա։ Խնդրեմ։ Մինչև առաջին օրենքն եմ ասում, աղջիկներ փակեք արգանջներդ։ Մինչև հայոց ցեղասպանությունը Թուրքիան չընդունի, թուրքերի հետ որևիցե մի կապ ունեցողի լավակ ունեմ։ Առաջին օրենքը է դա լինելու։ Մնացածը արդեն դու գրի ինչքան ուզում ես։ Որ օրենք ուզում ես գրի դրանից հետո Վանիկ։ Այդ կապը կարա չլինի, կապը կարա մի անգամ լինի, մարդիկ տուն տեղը ծախեն, հելնեն գնան։ Երբ որ ստեղ կյանքները դժվարանան, ես ասի առաջին օրենքը դրանից հետո ինչ օրենք ուզում ես քո սրտով, որը գալիս է, ես համաձայնվում եմ քո գրած օրենքների հետ։ Առաջի օրենքը թող ես գրեմ, դրանից հետո համաձայնեմ լուբոյ քո ասած մտքիդ հետ։ Էդի արդեն օրենք չի, իսկ օրենքը կարա հետևյալը լինի, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ ազգությամբ թուրք իրավունք չունենա, որևէ հողակտոր գնելու, ոնց որ հայերը իրավունք չունեն Թուրքիայում հողակտոր գնելու, որևէ թուրք իրավունք չունենա սեփական բիզնես ունենալու, ոնց որ հայերը չունեն Հայաստանից գնացած իրավունք Թուրքիայում սեփական բիզնես ունենալու։ Առհասարակ մենք մեր երեխեքին դաստիարակենք, բացատրենք, որ կա գենետիկա, կա մի հատ հասկացողություն, որ առհասարակ որևէ տեսակի կապի մեջ Թուրքի հետ չի կարելի մտնել։ Անկախ նրանից երեխա կունենաս թե չես ունենա, եթե կապի մեջ եղար, դա արդեն գենետիկ կոդը փոխանցվում է։ Այս պետքա մենք աշխատենք, ու մենք էլի լիքը բաներ կա, որ պետքա անենք, աշխատենք, ավելի ճիշտ ճանապարհը այդ ճանապարհով գնալն է ու դրա այդ ճանապարհով գնալով նախապատրաստվել այդ քո ասած վտանգներին քան մենք հիմա ռադիկալ վաղը ասած ներեգություն Թուրքիան Արսեն վաղը Թուրքիան ասում է ներեգություն ձեզ էլ տալիս եմ այդ հողերը ամբողջ այդ հողերը Ձեր Ղարսով, Էրզրումով, Վանով, Դու չես հասկանում ինչու՞մ է։ Մենք չենք խոսում հողերի վերադարձի մասին։ Մենք խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին։ Որովհետեւ մենք հողեր վերադարձնենք, մենք պետքա պատրաստ լինենք դրան, ազգովի։ Իսկ մենք այսօր հենց 29743-ը պատրաստ չենք պաշտպանելու։ Ես շատ լավ է հասկանում եմ ինչ եմ ասում, Վանիկ։ Հիմա ուրիշ բան եմ հարցնում։ Ասած ներեգություն ասենք լեզուն մի ձև ջարդելով է ինչով է ասես ներեգություն կամ չանի տակին աշխարհը տվեց ինքը ստիպված վախեցած ասես ներեգություն դրանից հետո դու քո վերաբերմունքը փոխելու ես Թուրքիի հանդեպ որոշակի չափով այո իմ մոտ ոչ մի բան չի փոխվելու այսինքն չէ տես դու կարաս իրան այդ ժամանակ ախպեր ես տես ինչ եմ նայած թե ինձ ձև կասի ուղղակի բառեր չպիտի հետևեն դրան գործողություն կա բառերից հետո ես Վանիկ ես չեմ կարող ուղի եթերում եթե դու քաղաքագետ ես դու գիտես ես ինչ եմ ասում ես սկիզբն եմ ասում ես բան եմ բացում առաջինն եմ բացում կողմենքը դու գիտես դրանից հետո ինչ հետևանքներ կարա ունենա իր խոստովանությունը ինքը շղթայաբար կտանի նրան որ ես այլևս Թուրքից չեմ վախենալու հələ որ կգա ու ցեղասպանի ինձ Ահա, իսկ քո այդ խոսքիդ հետ կապված մի հատ էլ փոքր, ես մի հատ էլ փոքր բան ասեմ ու դու սկսա։ Չէ, մի հատ նկատո, մի հատ այդ թեմայի որ գնում եմ դրա մոմենտով։ Հա։ Հասկացեք, այս հարցը ներեգության մեջ չի։ Հարցը նրա մեջ է, որ եթե Թուրքիան պետական որպես պետություն ճանաչում որ ինքը արել է ցեղասպանություն,
Սա ընդհանրապես հարցը, որից հետո ես չփոխելով իմ վերաբերմունքը որպես հայ, որպես Հայաստան, որպես հայ ժողովուրդ, չփոխելով իմ վերաբերմունքը վատ Թուրքին, բայց այդ մոմենտին ես արդեն պատրաստ եմ ինչ-որ հարցեր քննարկելու։ Այո։ Քանի դա չի պատահել, ես պատրաստ չեմ քննարկելու ոչ մի հարց։ Այո, դա սկիզբ կդրվի ինչ-որ երկխոսության։ Դրա մասին է խոսքը։ Տարբերությունը սա է։ Ինչի Դες այն ինչ որ դու ասում ես, այդ կգա այն ժամանակ, երբ որ ինքը պրիզնատ կգա։ Այն ինչ որ դու հիմա անում ես, այդ քարոզն անում ես, որ պետք է ինչ որ ձև խոսալ, բացել եւ այլն, ես կարող եմ քո կողքդ կամ ասեմ, այո, պետք է խոսալ, որտեվ ինքը արդեն իսկ մեղայականով է եկեք գործողությունները տեղի ունենում եւ այլն, բանի ջան։ Դրա մասին է խոսքը։ Ոչ մեկ չի ասում այսօր վերցնեք սվիները թուրքերին հանեք ցծի։ Ես դրա մասին ասել եմ, չեմ ասել, բայց ինչ չենք գնում ախպեր միանգամից խոնարհվելու, երբ որ մեզ հələ մի բան էլ ասում են այսպես պետք է անեք ախպեր։ Չէ, այդ պարտադրանքի լեզվով իրանց կողմից ասածները բնականաբար չենք անելու, բայց ես մի հատ ամենակարևոր խոսքն եմ, խորհուրդն եմ ուզում ասեմ ձեզ, այն ինչ որ իմ մորս տատն է ասել, ով տեսել է ցեղասպանություն ու պատմել է ու ապրել է այդ գյուղում, որը որ ասում եմ սահմանակից է Թուրքին ու տեսել է կոտորած։ Ասել է Թուրքի հետ, եթե ընկերություն եք անես, փեդը ձեռիցը չգցես։ Մենք պետք է այդ փեդը միշտ պահենք, թշնամի լինենք թե ընկեր լինենք, մենք պետք է այդ փեդը պահենք։ Ու ընկեր մենք չենք կարա լինենք, այդ բացառված համենայն դեպս մեր սերունդները չեն կարա լինեն։ Բայց մենք պետք է մեր երեխեքին բացատրենք, որ այդ փեդը պետք է ձեռներիցս չգցենք։ Հիմա հաջորդ հարցը, ինչը որ ես անընդհատ ասացի, որ այդ ճանապարհը մեզ է պետք, այդ ճանապարհը Թուրքին պետք չի, այդ ճանապարհը Թուրքին ոչ մի ձևի ոչ մի օգուտ չի տալիս, ավելին ասեմ, որ ճանապարհը Թուրքին պետք չի, մի րոպե Վանիկ, դու էլի ես չհասկացա եք տանում, որ ճանապարհը Թուրքին պետք չի։ Հայկական սահմանը բացելու Հայաստանով ճանապարհ լինելու Թուրքի համար դա իրան պետք չի։ Թուրքի համար Հայաստանով դեպի Ադրբեջան ճանապարհը պետք չի։ Պետք չի հավատացեք։ Հավատացեք պետք չի։ Հավատացեք պետք չի։ Եթե պետք լիներ, այսօր յալվար անգած են ասում, արեք, ես ես խաչմերուկ եմ տալիս եմ անում, հաստատ կգային։ Այնպես որ իրանց պետք չի։ Ով է, մի րոպե, ճշտեք, չէ, Վանիկ, մի վարքյան, ով է յալվար ընկել ասում է եկեք ու իրանք չեն գալիս։ Վարչապետը։ Վարչապետը ասում է եկեք, դուք ասում է չեն գալիս։ Սիգարետը վարչապետը։ Ես ասեմ վարչապետը, այսինքն Փաշինյան կոչեցյալը, ասում է, որ մենք պետք է բացենք խաղաղության խաչմերուկ, այս կողմ, այն կողմ եւ այլ։ Ու թուրքը չի ուզում։ Չէ, մի րոպե, ես ինչքանով հասկանում եմ, դաժե այս վարչապետը այդ խաչմերուկի մասին խոսում է ընդհանրապես, ոչ թե կոնկրետ Թուրքի մոմենտով, ու դա խոսում է որպես շարունակություն, եթե հաստատվի խաղաղություն, այսինքն ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Բայց ես դեռ չեմ նկատել, որ դաժե Փաշինյանը այսօր ինչ-որ մի ձևի Թուրքին կանչած լինի դեպի խաչմերուկ։ Չէ, ինքը ասում է բացենք ճանապարհները, ասում է աշխատենք խաղաղության պայմանագրի մասին, խաղաղությունը պետք է լինի, որ կարողանանք մենք այդ ճանապարհները լիարժեք օգտագործենք, sense տնենք, այդ պարզը, այդ նախապայմանը Թուրքից է դրած։ Այդ նախապայմանը թե նախապայման չի, ես այսօր գիտեմ կոնկրետ մոմենտ, որ Թուրքին ոչ մեկ չի առաջարկել գա խաչմերուկով օգտվի, որտեղ խաչմերուկ առաջինը չկա։ Երկրորդը դա Վանիկ, դու ես որտեղ ես Երևանում ես հիմա Վանիկ։ Բայց ո՞նց է քո մոտ ցերեկա թե դու սա վարում կարիդորը։ Всё, ես եմ ես կողմը նայ, ասես։ Դա ուղղակի հռետորաբանություն է, Վանիկ։ Չկա ոչ մի խաչմերուկ, որպես ինչ որ մեկը գա դաժե փորձի օգտվի, կա խոսակցություն դրա մասին ընդհանրապես։ Եթե վաղը Թուրքին տաս հնարավորություն Հայաստանով ճեղի անցնի դեպի Ադրբեջան, անենց վազելով դա կանի, որ մենք չենք էլ հասցնի հասկանանք։
Այդ մոլորությունն էլ է, էլի մոլորություն, որ մենք խնդրում ենք իրանք չեն գալիս, հլտես։ Տղեկ, հիմի որ ասենք էլ եմ ասում, բաց եթերով չլնեինք մի հատ բան ասեի, էդի չեմ ասի ինչքան է ուզեք, առանձին կասեմ ամեն մեկիդ առանձին ոչ բաց եթերով, հաշվի առնելով որ ստեղ կարան մեզ լսեն։ Լսի, Վանիկ ջան, բանը գրի, լսի, Դանիները գրի, հենց հիմա զանգեմ, խոսանք առանց եթերի, կլինի։ Հա, չէ, կոնկրետ այդ մի բանը, այդ մի հա, այդ մի Մենակ բանը այդ մի բան է, հաստատ չեմ ասի ընդեղելի եթերում։ բաներ կա։ Ընդեղելի բաներ կա ու խոսալու ձև կա, որ այստեղ ինձ թույլ չեմ տա ճիշտն ասած։ Ասեմ քեզ, որովհետև կամ թեզեր, Վանիկ, որ Գնացեք նայեք ում վերբով մի վարքյան, որ իմ մոտ թողնում է կոնկրետ տպավորություն, որ ասենք այն ասենք թեզերը որ դուք տանում եք, չէ։ Այդ թեզերի մի մասին դաժե ինքները չեք հավատում։ Դաժե հենց դուք Վանիկ չեք հավատում։ Ինչ թեզ, կոնկրետ թեզը ասեք, ասեք։ Որոշ թեզեր ռուսի վերաբերյալ, ցեղասպանության վերաբերյալ, կարիդորի վերաբերյալ, սահմանի վերաբերյալ, ասա ղեկերնը ճանաչելու վերաբերյալ, որոշ թեզեր իմ մոտ առաջացնում է այզևի տպավորություն, որ դուք ինքներդ ձեր ասած թեզերին չեք հավատում։ Եղբայր, ես մի հատ եմ ասում։ Պարզաբանեմ։ Մի հատ եմ ասում։ Պարզաբանեմ ինչով։ Մի հատ եմ ասում։ Ուրեմն, եթե ձեզ նույնը Արսենին է այս խոսքս նաև ուղղում, եթե ինչ-որ մարդ հասցրել է, որ ես թուրքի քարոզ եմ արել, եղել է հարցադրումը սենց, իմ եթերի ժամանակ, Փաշինյանը հատուկ այնպես է անում, որ թուրքը հարցակվի մեր վրա, ռուսին կանչենք, ասենք լավ դե ավելի լավ է ռուսը, քան թե թուրքը, այտենց պարտության մատնվենք, ես էլ ասել եմ ժողովուրդ, իմ համար տարբերություն չկա, թուրքը թե ռուսը, իմ խոսքս եղել է այդ, այո, մի վարքյան, իմ համար տարբերություն չկա, այսինքն քո համար չկա տարբերություն թուրքը թե ռուսը, այո, իմ համար տարբերություն չէ, հեռախոսդ, չէ, Վանիկ ջան, հեռախոսդ մի գրի, ես չեմ զանգի, եղավ, օքեյ, խնդիր չկա, ես գիտես, ես կարամ ասեմ, նայեք Վանիկ ջան, ես TikTok-ում կան ընդամենը 2 անձ, որոնց հետ ես չեմ խոսում, այ կոնկրետ այդ ձևի բառերի համար, երբ որ ասել է, եթե պետք է լինի ռուսը, ավելի լավ է լինի թուրքը, չէ, իմ համար տարբերություն չկա, ոչ թե ավելի լավ է, իմ համար տարբերություն չկա, դե դա գիտեք ինչ, այ հենց այս մոմենտն է, դաժե որ չհավատալով, այս թեզը որ դուք տանում եք, Անիկ աղջիկ ունես ախպեր, աղջիկ ունես դու, այո, ամուսնացած է, չէ, 1000 անգամ կներես, որ այս օրինակը բերել եմ, բայց եթե դու տարբերակ չունենաս այլ ազգիների միջից, մարդ ընտրես քո ամուսնացնելու համար, լինի մենակը ռուսն ու թուրքը, դու քո աղջիկան կուսանոց կդաս, այո, հաստատ, այո, այսինքն Ռուսաստանը այսօրվա դրությամբ հավասարազոր ցեղասպան ազգը հայերի համար ու դու կարաս իրան թուրքի հետ լրիվ համեմատես մի սանդղակի վրա։ Բարի գիշեր, Վանիկ ջան, բարի գիշեր։ Բարի գիշեր։ բարի։ Ինչ, ըստեղ այդ թեմա չկա, всё, թեման վերջացավ։ Ոստեղ դեռ հարցը ռուսի մեջ չի։ Հարցը այն կարճատեսությունն է կոնկրետ։ Ուղղակի հասարակ մարդկային հասկացողություններ չեն։ Հասարակ։ Ցեղասպանություն, քրիստոնյա, ոչ քրիստոնյա, դա հարցը դաժե մենակ դրա մեջ չի։ Հարցը մենակ դրա մեջ չի։ Այդ ժամանակ դե մենք վերցնենք մի քանի ազգել вообще։ Արամ ջան, նախ թույլ ես մի հատ մեր մոդի նստած կանած աղջիկներին ներողություն խնդրեմ, այդ մի թեթև ներվերսել չէր երիկում, ես պետք է ասեի օրենքի համար, որ ասեցի 1000 անգամ կներեք, գիտեք որ ես իշքան հնարավոր է կարող իմ բերանս փագեմ պահում չեն թույլ տալիս, բայց էլ ուրիշ տարբերակ չունեի։ Պետք է այդ ձևը ասեի, որ այդ օրենքը ոնց ալնելու, ու այն մարդիկ, որ միջև հիմա էլ արել են այդ ձևի, ոնց որ ասեցի այդ օրենքը, ուրեմն թող իրան կենան մտածեն իրանց մեջը։ Այն մարդիկ, որ թուրքեր հետ բրատավացա են լնում